կարծրացած մարդկանց մեջ մտել է, որ on-line-ը էժան է, բայց դա հավատացեք, տենց չի։ On-line-ը այնքան է զարգացել այդ dynamic pricing-ի տեսանկյունից, որ ինքը հասկանում է ինչքանով ես դու իրոք ես ապրանքը ուզում ու կարող է քեզ հատուկ թանկ ծախի։ Այսօր մանրածախ մեկ է նորաձևության ոլորտը իր լավագույն օրերն է ապրում, թե չէ։ Կոնկրետ օրինակ Levi's-ի օրինակը բերեմ, իրենք մեզնից անկախ Հայաստանում իրավաբանական ինչ-որ գրասենյակի հետ պայմանավորագիր ունեն, իրանց ներկայացնում են բրենդի շահերը, բրենդի իրավունքներն է պաշտպանում։ Այսինքն օրենքով եթե fake եկա, բռնագրավում է։ Այո։ Երևան մոլի, Դալմայի, Մեգամոլի, ցանկացած մոլի, եթե ես մենք խոսում ենք, այսօր հաստատ համոզված եմ 30+ երևի waiting list կա։ 30-ից ավել բրենդ սպասում է։ Սպասում են մարդիկ, որոնք այսօր եթե այդ տարածքը լինի, իրանք վաղը կմտնեն։ Մոլը արդեն վաղուց առևտրի կենտրոն չի միայն, այսինքն մոլ գալիս են ոչ միայն առևտրի համար, այլ հիմնականում արդեն գալիս են ժամանցի համար։ Այսինքն մարդիկ նախընտրում են մի քանի խնդիր լուծել միանգամից։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդքասթի հյուրերն էին Արման Հարությունյանը, Freestyle Group-ի համահիմնադիր տնօրեն, Արթուր Հովսեփյանը, Սեմոնի Retail Armenia-ի տարածաշրջանային տնօրենը եւ Վազրիկ Սեկոյանը, Երևան մոլի գլխավոր տնօրենը։ Նրանց հետ զրուցել ենք on-line եւ off-line առևտրի մասին, թե նոր տեխնոլոգիաները ոնց են ազդում առևտրի վրա, on-line առևտուրը ոնց է փոխվել, դա ոնց է ազդել մեր հայկական շուկայի վրա։ Խոսել ենք նորաձևության, մոլերի մշակույթի մասին, թե մոլերը ի հայտ գալուց հետո Հայաստանում ինչ փոխվեց, fake ապրանքների եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ եթե հավանում եք, կարող եք լայքել։ Բացահայտեք հարմարավետության եւ էսթետիկայի նոր մոտեցումներ Futurist Architects-ի հետ։ Այստեղ դիզայնը համադրվում է ֆունկցիոնալության հետ, ստեղծելով գեղեցիկ միջավայր իր հաճախորդների համար։ Futurist Architects կերտելով ապրելակերպ։ Ոնց եք։ Երազած։ Լավ, շատ լավ։ Երևի գիտեք ինչից սկսենք, ոլորտի վիճակից Հայաստան։ Այսօր մանրածախ մեկ է նորաձևության ոլորտը իր լավագույն օրերն է ապրում, թե չէ։ Երևի ձեզնից սկսենք։ Կարծում եմ ամենալավագույն ժամանակը երևի թե 22-23 թվականներն էին։ Հիմա մի քիչ ավելի որ այդ թվականներն էր, որ ավելի տեմպով էր հաճում, կապված երևի թե ներգաղթի ռուսական ներգաղթի, ինչպես նաև որոշակի բրենդների Ռուսաստանի շուկայից դուրս գալու հետ կապված։ Հիմա ավելի ստաբիլ է դարձել, այսպես ասեմ։ Նույն դինամիկան չունենք ինչ որ 22-23 թվականներին։ Իսկ ձեր մոտ ոնց է։ Ես կասեի համաձայն եմ գործընկերոջս հետ 22-23 թվականի միջև կեսերը այդ double digit որ ասում ենք երկակի թվերը վաճերը չնայած 24-25 թիվը 24-ի վրա կարամ ասեմ որ էլի նմանատիպ տենդենս մենք ունենք 24-ն ու 25 25-24-ի վրա Այդ ինչ է դա կախված է։ Դա արդեն հիմա ստաբիլ, շուկան ավելի ստաբիլացավ, այդ ներգաղթը, որ ասում ենք ռուսների կողմից եկան, բայց մեր մոտ հենց կոնկրետ ես որ այդ բրենդերը ներկայացնում եմ, այնտեղ մի փոքրիկ փոփոխություն արեցինք, ինձ թվում է դրա մասին էլ զրուցելու ենք այսօրվա ընթացքում, այդ մեր սպառողները որ օգտվում էին շատ on-line հարթակներից շատ ինչ որ դրսի եվրոպական երկրների, մենք կարողացանք ինչ որ մի փոփոխություն անենք, որի ընթացքում այդ սպառողները մի քիչ մնացին Հայաստանում, այդքան չէին ձգտում դեպի դուրս։ Ասենք գները իջացրեցին։ Գները իջացրեցինք, հա, ստրատեգիկ ձևով, ինչ որ չափով, վերանայելով, ինչ որ կոնկրետ կատեգորիաների վրա կամ բրենդերի։ Հա։ Թե որտեվ ձեր դեպքում օրինակ Zara-ով լոգիստիկ այդ ընկերությունները անգամ գովազդում են, որ Հունաստան տեսեք գները ավելի էժան է։ Այո, այո։ Բայց դա բացական էր ազդում։ Մարդ ունեինք, որ ցերեկը գովազդում էր մեր բրենդը մեր խանութում, երեկոյան գնում էր մատ ինչ-որ Instagram-ով պոստեր անում, որ գիտեք, ինչ կա այդ բրենդի այս բարկոդը, ես ցույց կտամ, դուք ոնց կարաք առնեք դեսից։ Մեր խանութները վերածվել էին dressing room-երի, բանի, fitting room-երի, չափ ստուգելու, տե, բանի, սենյակների, շոուրումների, այո։
Երևի Levis-ն էր տենց, չէ՞, դա ինչ որ իրականում on-line market-ների Ճիշտ է, Levis-ը, թե Levi's։ Երևի Levi's։ Բայց Levis-ը սխալ չի։ Հա։ Ինձ թվում է Levi's ավելի մանավանդ այդ ավելի հայտնի, ավելի հին բրենդները on-line մարքեթները այսպես առաջնային հենց գովազդում են ու առաջինը հետ են sense մարդկանց դեմքին շփորտում, որ տեսեք էսի հատուկ sense առաջարկ հատուկ բան։ Հետո թե դրա տակ արդեն ինչեր կան, ինչքան ու այդ ապրանքը օրիգինալ երբ կգա, ոնց կհասնի, այդ արդեն թե մարդկանց չգիտեմ, ովքեր ժամանակի ընթացքում հիասթափվողներ էլ կային իհարկե, բայց միևնույն է տենդենսը on-line առևտրի շարունակվում է ու ավելի ուժեղ է, քան off-line առևտրի։ Հա։ Վազիկ ջան, իսկ մոլերը տրաֆիկը փոխվել է, ավելի շատ մարդ է գալի թե քիչ։ Դե ես էլ օրինակ կհամաձայնվեմ, որ երևի թե պիկը 23 թվի վրա եկավ, բայց հիմա 24 թվից մի փոքր իջավ ու 25-ից նորից մեր մոտ բարձրացում կա։ Այսօրվա ցուցանիշները մեր ավելի բարձր են, քան նույն ժամանակաշրջանի անցած տարվա հետ։ Այդ ինչի բարձրանում է։ Գալիս է, բայց առևտրի թե օրինակ խաղահրապարակ, կինոթատրոն։ Մոլը արդեն վաղուց առևտրի կենտրոն չի միայն, այսինքն մոլ գալիս են ոչ միայն առևտրի համար, այլ հիմնականում արդեն գալիս են ժամանցի համար։ Հա։ Այսինքն մարդիկ նախընտրում են մի քանի խնդիր լուծել մի անգամից։ Դա կախված է նաև նրա հետ, որ ծանրացել է նաև քաղաքում երթևեկությունը, մի տեղից մյուս տեղ հասնելը դժվար է, մարդիկ նախընտրում են մի այցով լուծել մի քանի հարց։ Եվ մեր հիմնական առաքելությունը նա է, որ ստեղծել են միջավայրը, որ մարդիկ ժամանց ունենան, ոչ միայն առևտուր, այլ նաև սնունդ, երեխեքի ժամանց, կինո եւ այլ նման զվարճանքներից էլ օգտվեն եւ վերածվենք սոցիալական հարթակի ու ինձ թվում է մոլերի ապագան դա է։ Հասկացա, իսկ դա ոնց մենք կտեսնանք որպես հաճախորդ։ Որպես հաճախորդ դուք կտեսնեք, դուք ավելի շատ կզգաք, որ դուք ցանկություն ունեք այցելելու մոլ, ոչ միայն այն ժամանակ, երբ որ ունեք ինչ-որ բան գնելու, այլ նաև եթե ունեք հանդիպում, եթե ունեք ազատ ժամանակ ուղղակի անցկացնելու։ Դա ոնց որ մարդու ինքնազգացողության, ոնց որ կարելի է այսպես ասել, որ մեր նպատակն է մոլը դառնա ընտանիքի, այսպես ասած, living room-ը։ Հա։ Այսինքն բոլոր այն ժամանցային եւ հանգիստ ժամանակ անցկացնելու այդ հնարավորությունները մենք կարողանանք ընտանիքին տրամադրել, որ բոլոր իրենց հարցերը այդ ընթացքում կարողանան լուծել։ Գիտելիքը ուժ է, հատկապես երբ խոսքը վերաբերվում է ձեր կենսաթոշակային խնայողություններին։ Ամոնձի Ագբան կարևորում է թափանցիկ տեղեկատվության հասանելիությունը, որpիսի դուք հասկանաք, թե ինչպես են կառավարվում ձեր կենսաթոշակային ֆոնդերը։ Այդ իսկ պատճառով թափանցիկությունը ու իրազեկ ներդրող կրթելը իրենց առաքելության մի մասն է։ Այցելեք Ամոնձի Agba.am տեսնելով ամեն ինչ նրանց հավասարակշռված, պահպանողական եւ կայուն եկամուտային ֆոնդերի ներդրումների մասին, մանրամասն բաշխվածություններով ըստ ոլորտի, տարածաշրջանի, արժույթի եւ վարկանիշի։ Նրանք հրապարակում են եռամսյակային հաշվետվություններ եւ ամսական տեղեկատվական թերթիկներ շուկայական տեղաշարժերի մասին ֆոնդերի կառավարիչների փորձագիտական մեկնաբանությամբ։ Համեմատեք 3 ֆոնդերը նախքան ընտրելը։ Վերահսկեք ձեր ֆինանսական ապագան պարզ, ազնիվ տեղեկատվությամբ։ Իմացեք ավելին Ամոնձի Agba.am կայքում։ Իսկ 22-23 թվականին, որ տենց աճեց առևտուրը, բումը վարձերը թանկացրեցիք։ Այդպես է, չի թանկացնել։ Չէ, վարձերի թանկ Ես պատասխանում իհարկե վարձերի վերաբերյալ մոտեցումը ուղիղ կապ չունի մի ֆակտորի հետ, ինքը տենց մի անգամից կապված չի առևտրի բարձրացման հետ, ինքը բազմաշերտ երևույթ է եւ շուկայի բազմաթիվ ֆակտորներից կախված է։ Եվ իրան կապել տենց այս ինչը եղավ ու դրա արդյունքում փոխվեց, իջավ կամ բարձրացավ, չէ։ Ես կարող եմ ասել, որ օրինակ դժվար ժամանակները բոլորիս համար գոլեգաները կհաստատեն իմ ասածը, որ մենք COVID-ի ժամանակ ուղղակի կատարելով մեր բոլոր ֆինանսական պարտավորությունները ուղղակի վարձ չվերցեցինք մեր պարտներներից, մեր վարձակալներից, որպեսզի կարողանանք որոշ չափով պահել շուկան, որ ինքը չփլուզվի։ Հաստատում եմ։ Ես էլ եմ հաստատում, իդեպ էդի ոչ բոլոր երկրներում էր, չգիտեմ եւս տեղեր կա եղել են այդպես մոտեցում թե չէ, բայց Երևանի մոլերը իսկապես այդ պահին իրենց շատ լավ
Դեռև գործընկերային Այո, վիճակ ա եղել այդ 2 ամիս համարը 3 չեմ հիշում։ Մենք մոտենում ենք այս ամեն ինչին որպես ընդհանուր մեկ ինդուստրիա։ Մենք չենք դիտարկում որպես մոլ, վարձակալ հարաբերություններ միայն տենց ոնց որ մենք զուտ փող աշխատելու տեսանկյունից չենք նայում, իհարկե ծերուն փող աշխատելն է, բայց ամբողջ ինդուստրիան պետք է աջակցես, որպեսզի լավ ոտքի կանգնի, որ կարողանաս քո բիզնեսը լավ զարգացնես։ Հասկացա։ Որտեղ օրինակ ես դե 8 տարի ռիթեյլում աշխատել եմ, Փուլումբերում, որը ձեր խմբի ընկերությունը, հետո Mothercare Natal Chico այդ երազցանցի տնօրենն եմ եղել 7 տարի ու տարի ոնց որ Հայաստանում առևտուր անել է գնալով բարթանում էր։ Ինչի որտեվ չգիտեմ լոգիստիկան թանկ է, մաքսատուրքերը բարձր է ու դրա հետ մեկտեղ նոր հարթակներ էին գալի արտասահմանից ու պլյուս շատ հեշտացել էր on-line առևտուր անել։ Հաճախորդի տեսանկյունից եթե նայում ես, հաճախորդը մեծ առավելություններ ունի, որ միջազգային շուկայից կարողանում է այժմ պատվիրի։ Բայց այս իրավիճակում ես ուզում եմ հասկանամ, ստեղի բիզնեսը լոկալ հիմիկվա ինչ անում, որ այդ հաճախորդին կարողանա պահի։ Ու երևի մենակ գինը չէ, ուրիշ հնարավոր տարբերակներ կա։ Դե post վաճառքային, հետ վաճառքային այդ սերվիսը ամենակարևոր օրինակ այն ամենակարևոր կտորը թե ինչու բոլորը չեն օրինակ առևտուրանում օրինակ Հունաստանից կամ Իսպանիայից բերում Zara-ի կամ Massimo Duzzi-ի ապրանք, որովհետև իրանք գիտեն որ այդ ապրանքը եթե ես վրա չեղավ կամ ինչ որ մտ խնդիր եղավ ապրանքի հետ չեն կարող ոչ վերադարձնել, ոչ կարող փոխեն։ Շատ դեպքերում գալիս էին իհարկե խանութները մեր ու ասում են սա արել եմ, չգիտեմ Հունաստանից, ուզում եմ ստեղ չափը չի բռնում փոխեմ, դա իհարկե ինչ որ անհնար է դա, որովհետև այո, այդ վաճառքը մեր մոտ չի իրականացվել, ինչ որ ուրիշ տեղ է եղել։ Ամեն դեպքում այդ մի բենեֆիտը, որ լոկալ հաճախորդը ոչ թե on-line-ի հաճախորդը ունի ստեղ, երկրորդը այդ շոփինգը նաև ես շատ ընկերներ ունեմ, շատ ընկերներ, որ նաև օգտվում են այդ on-line հարթակներից, չնայած իմանալով որ ասենք ես ղեկավարում եմ այդ գրուպը, որտեղ այդ խանութներն են, առանց իրանք քաշվելու ասում են դե եթե ասենք գինը օրինակ ժամանակին հարմար էր, առնում ենք այնտեղից, բայց այն ֆակտը, որ մարդիկ մտնում են մոլ, այդ նույն այդ ժամանցի կտորը, չգիտեմ, երախու հետ ինչ որ հաց են ուտում, այդ ժամանց անցկացնում են ու մտնում են խանութում, դա նաև մի քիչ իմպուլսիվ է։ Եթե մարդը գիտի կոնկրետ ինչ է ուզում, կոնկրետ այս կոշիկն է ուզում կամ այս շորը մտնում է գտնում է հարթակներում որևէ մեկում ու դա ինչ որ ավելի էժան է լինում, իհարկե գնում են այդ տարբերակին որոշ մարդիկ, բայց այդ experience-ը, այդ փորձը, որ իրանք ունեն ֆիզիկապես խանութում, դա անգնահատելի է ու շատ մարդիկ ինձ թվում է դեռ օգտվում են այդ փորձից։ Հասկացա։ Ես մի հատ հետաքրքիր տենդեցել եմ նկարել, որ մարդիկ հիմա օրինակ Եվրոպայի տոմսերը, որ շատ այժանացել, մարդիկ գնում են Եվրոպա ամեն առևտուրանում, զեղչերի ժամանակ կամ աուտլետներում, ու ստերից ընդհանրապես կարիք չունեն օգտվելու։ Մի հատ էլ tax free են անում գալուց։ Հա։ Դրա վառ օրինակը մեր այս վերջի, չգիտեմ, բրենդներ կարելի է, չէ՞, հնչեցնել։ Հա, իհարկե։ Ոջի Միլանո խանութում հիմա մանավանդ Միլան այսօր գիտեք, ազգի մի ոտը 39 եվրո։ 39 եվրո, հա։ Մենք ի սկզբանե մեզ հնարավորություններ տված կամ այսպես ասած այդ խորհուրդ տրվող գները վաճառելու շուրջ 20% բարձր էր, քան Եվրոպայում։ Հա։ Բայց մենք որոշեցինք պահենք Եվրոպայի գինը, հենց այդ ռիսկերից խուսափելու համար էլի, որ բոլորը դուրս են գալի վերջը, ու մարդիկ չեն հավատում, մտնում են առանց այսպես ասած կոմպլեքսավորվելու, առանց կաշկանդվելու, բացում են գինը, նայում են նոր առվել, երբ որ համոզում են նույն գինն է, էլի։ Հա։ Ու մենք չսխալվեցինք, սենց ավելի հետաքրքիր եղավ, որովհետև էտա ուրիշ տարբերակ on-line-ի կամ թեկուզ այլ երկրներից բերելու դեմ պայքարելու, քան մեր մարժայի հաշվին, այս պահին հələ որ չկա։ Բայց եկամտաբեր է եվրոպական գներով վաճառել, որովհետև նայեք շատ անգամ մարդիկ մտածում են, որ մեր մոտ Եվրոպայից թանկ է, որովհետև մեր բիզնեսները գերշահույթ են ստանում։ Բայց ես այդ ոլորտում ելնելով գիտեմ, որ այդպես բան չկա։ Հիմա եթե ձեր մոտ եվրոպական գները կարողանում եք այդ եկամտավորության բիզնես պահեք։ Կարողանում ենք։ Ինչի հաշվի Եվրոպան էժան տալի ապրանքը։ Չէ, Եվրոպան բոլորին էլ գրեթե նույն պայմաններով է տալիս ապրանքը, բայց ամեն երկիր ունի իր ծախսերը, չէ՞։ Ասենք, չգիտեմ, նույն ապրանքը, նույն բրենդը Հայաստան հասցնելու եւ մաքսազերծելը ավելի թանկ է նստում, քան օրինակ Վրաստան, հա։
Մենք Որտեղ զուգահեռ մենք նաև ծով չունենք։ հա, զուգահեռ Չէ, նաև օրենքները Օրենսդրական նաև ներմուծման մաքսատուրք չկա Այո։ Վրաստանում 1% ադմինիստրատիվ ինչ-որ ֆի ենք տալիս այնտեղ։ Զուգահեռ հիմա մենք օրինակ Colham brand-ը նաև Վրաստանում ունենք, այնտեղ շատ ավելի ցածր ինքնարժեք ենք ստանում, ու մենք արդյոք չենք օգտվում, որ այնտեղ նույն գնով վաճառենք, եթե հնարավոր է պակաս տնել գինը, պակաս ենք տնում։ Բայց դες մարդիկ չեն գնա Վրաստանից նույն բրենդից օգտվեն։ Եթե գնում են, կարան եւ օգտվեն, այո։ Դա էլ է։ Բայց մեծ հաշվով բրենդների գաղափարախոսության մեջ պիտի բոլոր երկրներում գինը նույնը լինի, ու դրանք իրանք պիտի կարգավորեն իրենց զեղչերով։ Հա։ Ընդհանուր առմամբ այդպես է։ Իսկ ինչ վերաբերում է on-line, off-line առևտրին, ես կարծում եմ դրանք առհասարակ կողքի զարգացող երևույթներ են, այսպես ասած։ Պարզապես on-line-ը շատ ավելի դինամիկ է զարգանում ու ինչ որ իմաստով նաև այսպես ասած մեր հաշվին, off-line-ի հաշվին։ Ահա։ Հենց այն մտքով, որ մեր խանութները դարձնեն showroom, իսկ այդ երևույթը, այդ process-ը փաստորեն showrooming, այսպես ասած, գալիս են size են ստուգում, չափ են ստուգում, գույն են ստուգում, որովհետև շատ դեպքերում իրանք ստանում են կամ չափը չի համապատասխանում եւ այլն, ու նաեւ այդ ականատես ենք լինում այդ դեպքերին, որ գալիս եմ կլինի փոխենք, դե իհարկե չի լինի, գոնե այդտեղ մեր մուրը անում ենք, այսպես ասած, հա։ Բայց որ գալիս են, չափում են, ստուգում են ու երբեմն հենց մեր մոտ նստած on-line պատվիրում են, այդ արդեն դիմանալ է պետք։ Բայց նոր բիզնես մոտեցում կարող լինի, որ Դա բան տանք չէ, տենց հանգիստ տեղ տանք, բազմոց տնենք, պատվերի անկյուն, նստեն Ես տեղ մի պատվերի։ քիչ, եթե թույլ կտակ բացեմ ավելի խնդիրը, ես կարծում եմ, որ on-line-ը ինքը եւս մեկ մրցակից է off-line-ին, ոչ թե ինչ որ բան, որից պետք է վախենալ ու մտածել, որ ամեն ինչ կորած է, այլ նա պետք է վերաբերվել որպես մրցակից եւ բնականաբար բիզնեսը տրանսֆորմացնել արդեն իրավիճակներից փոխված իրավիճակից ելնելով, որպեսզի կարողանալ նաև օգտվել այդ հնարավորությունից։ Հիմա ես մի փոքր օրինակ բերեմ, հիմա շատ քիչ, ասենք on-line, off-line խանութները կարողանում են այդ showrooming գաղափարը գոնե վերլուծել ու հասկանալ ոնց այդ մարդուն հետ բերես քեզ, որը որ եկե հասել է արդեն քո խանութ, չէ, չափ վերցնում, չէ որ ինքը անում է այդ գործողությունը եկե արդեն մտել է խանութ, փորձում է, հետո նոր գնում է իր հարթակներով սկսում է պատվիրել։ Այսինքն ինքը արդեն որոշում կայացրել է, որ ինքը այդ բրենդը ապրանքը։ Դե հիմա այո, պետք է հասկանանք, նախ պետք է հասկանալ ինչի այդ որոշումը կայացրել, ինքը միայն գնի հարցը չի, ես վստահ եմ։ Գինը այո, կոմպոնենտներից մեկն է, բայց այնտեղ կա հաճախորդը ունի մի քանի կրիտերիա՝ հարմարավետություն, կոմֆորտ, վերաբերմունք անհատական։ Եթե այդ բոլոր մասով, ասենք օֆլայն խանութը կարողանա իր ցանկությունները հասկանա, բացահայտի եւ իրան առաջարկի ինչ-որ բան, այդ դեպքում կարծում եմ, որ կարողանա մրցակցի օֆլայն խանութը։ Ագբա բանկը առաջինն էր Հայաստանում, որ սկսեց կազմակերպել անվճար բիզնես դասընթացներ փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար, նպատակ ունենալով աջակցել ՓՄԶ բիզնեսի զարգացմանը։ Դասընթացների ֆորմատը հնարավորություն է ստեղծում ոչ միայն ձեռք բերել տեսական եւ պրակտիկ գիտելիքներ, այլ նաեւ հանդիսանում է հարթակ փորձի փոխանակման եւ նոր գործընկերական կապերի ստեղծման համար։ Դասընթացները անվճար են, կարող են մասնակցել կազմակերպության սեփականատերը, տնօրենը կամ որոշում կայացնող այլ անձ։ Մասնակցելու համար գրանցվեք sme.agba.am կայքում, որտեղ կտեսնեք փետրվարի 24-ին եւ 25-ին կանալիք դասընթացները։ Հետևեք նաեւ Agba-ի Facebook-յան էջին այս եւ սպասվող այլ դասընթացների մասին նորությունները բաց չթողնելու համար։ Ես կարծում եմ, որ մենակ ծույլ եւ կարծրացած բիզնեսները, որոնք տենց ոնց սովոր են աշխատելու, որ իրանք ունեն ցիկլ, վերեցին ապրանքը, պոլկայի վրա գինը եղավ, X ժամանակ, այսքան հետո X% զեղչ, ինձ թվում է այդ ժամանակը անցել է։ Ярմարքի նման էլի։ Պետք է շատ ավելի ճկուն սկսեն մոտենալ, որպեսզի ես կարծում եմ վախենալ պետք չի եւ առավել եւս մտածել, որ ամեն ինչ կորած է, որովհետեւ ես կարծում եմ ցանկացած բիզնեսում, եթե դու կարծես, որ դու պարտված ես, հաստատ ապագա չես ունենալու։ Ուղղակի պետք է
կարծում եմ համախմբված լուծումներ ման գալ եւ գտնել, այո, պետքա տրանսֆորմացիաներ անել, ներքին ընթացակարգեր փոխել, մոտեցումներ փոխել։ Ու դրա արդյունքում կարծում եմ, որ բայց մյուս կողմից է, եթե օրինակ միջազգային փորձ նայենք, չգիտեմ, նույն Ամերիկայի ամենագիգանտներից մեկը մոլերի ցանցերը ու խանութներից Sears-ն էր, որը նույն on-line Amazon-ի հատկապես զարգացման պատճառով բանկրոտ գնաց։ Այս վերջերս է հենց Լոս Անջելեսով քայլում է ու տեսակ ինչքան Sears-ների շենքեր կա, որ մինչև հիմա դատարկ կա։ Ահռելի մոլեր, որ ոչ մի ձև չի օգտագործվում ու հիմնական պատճառներից մեկը նշում է, որ բանկրոտ եղան, որովհետև on-line-ը լրիվ իրաց բիզնեսը կերավ։ Դրանք եթե կարելի է, դա department store-երը բոլոր եւ Կանադայում մեր կար DBA ամենաիրանց մեծը, որ DBA-ը Կանադայից հին էր ասում են, եւ այդ Sears-ը եւ բոլոր մյուս այդ մեծ գիգանտները, իրանք department խանութներ են, մի brand չէին վաճառում, իրանք վաճառում էին ամեն ինչ։ Ու այդ ամեն brand-ը, այդ brand-ի ունիկալությունը շատ կարեւոր է, հենց դրա համար, որովհետեւ մարդը եթե ուզում է, չգիտեմ, օրինակ Nike-ի կոշիկ առնեք ու Sears-ում օրինակ կա եւ կա on-line եւ կա Nike-ի խանութում եւ այս կողմենկում, հիմնականում այդ մարդիկ սկսեցին Amazon-ից այդ ամեն ինչ անել կամ Zappos-ը շատ մեծ կոշիկի հարթակ է, հա, Ամերիկայում բոլոր համերն դրանից են սկսում, արդեն մի 10 տարի just նկատել է այդ ամեն ինչը, բայց երբ որ դու ունես brand, օրինակ Boji Milano գործընկերս նշեց, օրինակ բոլորը շատ սիրում ենք, հայերը շատ սիրում ենք այդ բրենդը, ու որ գնում ենք այնտեղ, մենք ուզում ենք օգտվենք իրանից։ Եթե ինքը ստեղ եղավ, եթե նույնիսկ գինը մի 15-20% ավել եղավ, մենք ստեղել ենք պատրաստ դրան վճարել, նույնիսկ մտածել որ բան։ Բազրիկի ասած ինձ թվում է ավելի կարևոր կտոր այն այդ on-line offline-ը, որ ասում ենք, on-line-ի մեջ հաճախորդներին հետևելը եւ տեսնելը ինչա մանգալի, այդ Nike կոշիկն է մանգալի։ Հեշտ է, այնտեղ ալգորիթմները քեզ տեսնեն, որ դու Nike կոշիկ ես մանգալի, քեզ դաժե Wildberries-ով կարող է Nike կոշիկ բերի վաղը։ Իսկ offline-ը մենք չգիտենք ինքը Nike-ա մանգալի, թե ինչ որ մի բան։ Ինքը ոչ մի հետք չի թողում խանութում, եթե իհարկե ես չունեմ այդ փոքրիկ խանութ կամ բուտիկ, որտեղ իմ աշխատողը շատ լավ հարցեր է տալիս, բաց open-end questions, որ ասենք դրի բացահայտի։ Այսօրվա մեր աշխատողների գոնե մեր բրենդերի 80%-ում մենք այդ սպասարկումը չունենք։ Մեր մոտ ավելի fast fashion-ը, մեր մոտ սպասարկում չի, մեր մոտ մենք սերվիս ենք ասում, ապրանքը հետևից բերում են դիմաց ընդհանրապես այդքան բան։ 1-2 խանութ ունենք, որտեղ այդ one-on-one մեկի դեմ իրականում հարցեր ա գնում եւ ինչ որ մի բան բացահայտում ենք, վերջում էլ հաճախորդի հեռախոսի համարն ենք վերցնում, email-ի հասցեն ու այդքան բան, դրանից ավել էլ ոչ մի բան չգիտենք հաճախորդի մասին։ Իսկ on-line-ում այդ ամեն ինչ ավելի դինամիկ է, էլի կարելի ասել։ Հասկացա, իսկ այդ տեխնոլոգիաներ չկա, որ այդ ամեն ինչը այսօր կարելի է հենց բերել offline առևտրի մեջ։ Ինձ թվում է կլինի, ես տենց շատ խորացած չեմ, բայց ես էլ ունեմ ինֆորմացիա, որ տենց տեխնոլոգիաներ ուզում են մտցնել offline-ի մեջ, ուստեղ իսկապես զուտ տեխնոլոգիաներով է offline-ը պարտվում online-ին։ Առաջինը հենց data-ի պատճառով, այսինքն on-line-ը շատ ավելի մեծ ինֆորմացիա ունի իր հաճախորդներին ու ավելի լավ է տիրապետում հաճախորդի վարքագծին, քան մենք իշկանել փորձենք մեր, չգիտեմ, այդ համակարգերով լրացնելով, մեյլը վերցնելով կամ թեկուզ ուղիղ սպասարկելով։ Միևնույնն է, պարտվում ենք այդտեղ։ Ու հիմա ոնց որ թե մենք համագործակցում ենք այսպես ոնց որ խորհրդակցության, հələ խորհուրդներ տալու իմաստով, այսպես խորհրդակցելու տեսքով ինչ որ բան ուզում են հասկացա մտցնեն, որ նաև օֆլայնը տեխնոլոգիապես հետաքրքիր մոտեցում է, պրոստը չեմ ուզում առաջին գնամ։ Ես մի փոքր բացեմ, որ ավելի հասկանալի լեզվով, որ մեր կնդիրները լսեն, մոլերը միանշանակ գործ ունենալու, բայց մի փոքր այս թեմայից խոսամ, ավելացնեմ ու մոլերի անելիքը ասեմ։ Նայեք, ինչումն է իրականում հարցը։ Երբ որ ես ու դու շրջում ենք խանութով եւ տարբեր բաներ ենք նայում, այդ հետքը ու այդ ինֆորմացիան ոչ միտը չկա։ Այդ նույն բանը երբ որ մենք անում ենք քլիկով, հետքը մնում է հերիք չի, ինքը հասկանում է, ինքը միայն տենց չի վերաբերվում ուղիղ, որ դու ես նայեցիր եւ վերջ։ Ինքը բազմաշերտ վերլուծության արդյունքում հասկանում է քո նախասիրությունները, հաճախականությունը քո նախասիրությունների, քո ճաշակը եւ այլ ու արդյունքում սկսում է քեզ առաջարկել տարբեր ապրանքներ։ Հիմա մենք այս առումով այս բանին դեռ չենք կարողանում խանութում այդ
փորձառությունը ունենալ, որպեսզի մարդը եթե մի բան նայեց եւ հասավ ուրիշ ապրանքով դրա մարկը վճարելու, որ մեկը իրան կարող ասի, գիտես, այն էլ է իր նայում սրա հետ միասին, միգուցե քեզ ուրիշ գնով մի հատ էլ կարմիր սրանից դնենք վրան, մի հատ էլ ուպակովկա անեն ճիշտ, հաճախորդը գող գնա։ Այս առումով նաև անհրաժեշտ է, որ կարծում եմ այստեղ առանձին այդ մոլի անելիքն եք ասում, մենք առանձին թե խանութները թե մենք դրա հետ կապված չենք կարող ոչինչ անենք, կարծում եմ սա պետք է ինչ-որ միախմբված մոտեցում ունենա։ Մենք պետք է մեր մտածելակերպ փոխենք, հասկանանք, որ մեզ ոչ թե պետքա վախենալ ինչ-որ մի երևույթից, այլ պետք է այդ հաճախորդին հասկանալ ոնց բերել, ոնց գրավել, ոնց հետաքրքրել։ Ուստեղ ես կարծում եմ, որ պետքա որոշակի գնային ճկունություն ցուցաբերեն խանութները արդեն տեղում, որովհետև ֆակտորներից մեկը, ուժեղ ֆակտորներից մեկը գինն է։ Հա։ Հիմա ինչ վերաբերում է մոլերին, թե մենք ինչ կարող ենք անենք, մենք կարող ենք ուսումնասիրություններով, վերլուծություններով, շուկայի նրբությունները հասկանալով միասին մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ գնալ, որովհետև ես վստահ եմ, որ մենք պետք է իրար լրացնենք այս հարցում, որովհետև մեր success story-ն կախված է յուրաքանչյուրի success story-ից մոլի մեջ գտնվող եւ բիզնես ծավալող սուբյեկտների հետ առանց դրա մենք կարծում եմ իհարկե չենք կորցնի, որովհետեւ մեկը մարդիկ գնալու են տնից դուրս են գալու, մեկը այդ նույնիսկ ամենազարգացած շուկաներում մեկը մարդիկ տնից դուրս են գալի։ Այստեղ դե արդեն հաշվել թե ինչ ենք կորցնում, ինչը չենք ավելի շատ կարար լիներ, բայց չկա։ Հա։ Իրական օֆլայնի համար ինչ որ դրական տենդենսներ կա, եթե այդ online payment սիստեմաների, օրինակ PayPal-ի ակցիաների գները բան որ նայենք, սկսել է շատ արագ ընկնել, որովհետև COVID-ի ժամանակ այդ ոլորտը պիկ ապրեց, որտեղ բոլորը անցան online-ի, բայց հիմա մարդիկ սկսել են հետ գնալ խանութներ, որտեղ խանութ գնալը պարկասու էմոցիան հələ ոչ մեկ չի հանել մարդու բնավորության մեջից ու արգելել, որտեղ էմոցիայով դրթված դու ոնց էլ անես, դու ուզում ես սոցիալական շփում, դու ուզում ես միջավայր, որտեղ քեզ կոմֆորտ է, որտեղ անվտանգ է, որտեղ քեզ հանգիստ է, դու ամեն ինչ քո համար հասկանալի է եւ հարմար է, դա չի կարա փոխարինի կարծում եմ, էլի որևէ համակարգչային կլիկը։ Ես անձամբ on-line առևտուր անում եմ, Wildberries-ով շատ ինչ-որ բիզիլուշկ եմ առնում։ Այն ասեմ ինչ եմ առնում, ասենք ես այն բաներն եմ առնում Wildberries-ից, որը գտնելու համար ինձ շատ մեծ ջանք է պահանջում։ Այսինքն այս բան եմ անգալի, որը ես պոիսկի մեջ կգրեմ ռուսերեն, անպայման ռուսատար, որտեղ այդպես հեշտ է բերում, փորձում եմ անգլերենը չէ ստացվում, ու ես դրանք առնում եմ Wildberries-ից։ Նույնիսկ ես չգիտեմ, կարող է այդ նույն ապրանքը, որ իշտեմ օրինակ գն ունի, ավելի շատ հնարավոր է ժամանակ գտնեմ, բայց ուղղակի ժամանակը միջև էս տրամադրեմ։ Հետո մի հատ հետաքրքիր բան կա, ֆենոմեն կա, on-line-ը ինքը դինամիկ է գնային առումով։ Հա, այդ թեմայի մասին։ Ես օրինակ booking-ի, հա, հետաքրքիր բան եմ, ես նկատել եմ անձամբ, երկու ընկերով որոշել ենք թռնենք Իտալիա։ Նույն հյուրանոցը նայում ենք իրար հետ։ Ես իրան ասում եմ, մի հատ նայի, ես իրան լինքն եմ ուղարկում։ Ես գինը տեսնում եմ այսքան, իրան ուղարկում եմ նույն գինը ինքը տեսնում է։ Հետո ես 5 րոպե հետո մտնում եմ որ book անեմ, գինը թանկ է ավելի։ Այդ մի քանի կլիկից հետո այդ գինը թանկացավ։ Հələ ինձ թվում է դժե բրոնյա չէր արվել բան, ուղղակի մի քանի կլիկից հետո ու այդ գների այդ խաղ on-line-ում այդ մանավանդ մեծ, ասենք հարթակներում, չգիտեմ, օրինակ չեմ կարող ասեմ Amazon-ում չեմ նկատել, բայց booking-ի վրա կոնկրետ նկատել եմ դա ես անձամբ։ Նույն Visa-ը այսօր մենք տոմս ենք առնում, ինքնաթիռի ասենք 20%-ից ավելի որ վաճառված արելում, արդեն այդ 39 միլիոն թռնելու դառնում է 59 կամ 209 օրինակի համար, հա։ Օֆլայնում մենք ցավոք սրտի այդպես ճկուն չենք։ Մենք ունենք loyalty ծրագրեր, ասենք, որ մարդկանց հետ ենք բերում, ով շատ է գալիս, ինչ որ տալիս ենք, բայց այնքան ճկուն չենք, որ կարողանանք, ասենք, տեղում շուկային ոնց էր գնում, մենք պապայից հետ պոմիդոր առնելու, ասում ենք, չգիտեմ, եսի $100 կարանք $80, ասում էր հա կամ չէ։
մենք մեր այն ոլորտն որ մի քիչ դժվար կառավարելի է այդ իմաստով, Դե բայց ինձ թվում է եթե ճկունություն լիներ ինչ որ ձևով, դա ագին կօգներ։ լավ ակտիվ վաճառողներ ունենայք, որ մարդ մտնում ասեր ինքնարժեքով էժան եմ տալի։ Չէ, մեկ էլ որ կարան նային հաճախորդի տեսքին կամ Ու հասկանային իշքան այդ ամենագուրու լեվելն է։ Այդ on-line-ը անում է բառի այո, իմաստով։ Կարա նույն ակնթարթում ես եւ դու կամ ես մեկ ուրիշի հետ ինչ որ բան ուզենանք, նույն ապրանքի Հա, լրիվ մասն տարբեր կներա։ Լրիվ առաջարկը տարբեր լինի, այսինքն նայումա վարկագիծը նախորդիվ ինչերը Այս վերջը եթե չեմ սխալվում Washington Post-ի հետ մի քանի հատ լավ լրագրող հենց ուսումնասիրություն էին արել Ամերիկայում Instacart-ի վրա։ Instacart-ը ոնց որ իրենց առաքման ծրագիր է սուպերմարկետների ու տարբեր խմբեր էին առանձնացրել դեմոգրաֆիկ ու նույն ապրանքները նույն քաղաքից առնում էին ու հետաքրքիր էր որ 5 տարբեր գնային սեգմենտ ունեին նույն ապրանքի համար մեկի մոտ 10% թանկ էր, մեկի մոտ կարար 4% էժան էր։ Այսինքն այն չի որ բոլորին ավելի թանկ էին տալի։ Մարդիկ կան, որ այդ ապրանքը ավելի էժան էին տալիս, բայց ընդհանուր եթե հաշվում են, մեկը dynamic pricing այդ դինամիկ գնագոյացման հետևանքով ընկերությունները ավելի շատ գումար են աշխատում, որտեղ միջինով ավելի բարձր է։ Սա dynamic pricing գաղափարն է, որը on-line-ը շատ ուժեղ կիրառում է, այսինքն կախված ժամից, կախված հերթականությունից, հաշախականությունից, տարբեր ֆակտորներից կախված, տարբեր մարդկանց device-ից, որից մտել ես, որտեղ ես գտնվում, կախված այդ ամեն ինչից ինքը տալիս է տարբեր գներ։ Ու ստե մի հատ էլ կարևոր բան կա, որ փաստ չի, որ այդ աշխարհարչակ հայտնի marketplace-երը, օրինակ Amazon-ը, ինքը անպայման էժան է։ Դա կարծրացած մարդկանց մեջ մտել է, որ on-line-ը էժան է, բայց դա հավատացեք տենց չի։ On-line-ը այնքան է զարգացել այդ dynamic pricing-ի տեսանկյունից, որ ինքը հասկանում է ինչքանով ես դու իրոք ես ապրանքը ուզում ու կարող է քեզ հատուկ թանկ ծախի։ Այսինքն դա միանշանակ չի, որ եթե on-line-ը դա էժան է։ Դե բայց մյուս կողմից բան է, լավ նշեցիք այդ convenience ոնց հայերեն ասենք հարմարավետության հարցը շատ կարևոր է։ Հիմա կարող է ինչ-որ դու պլաստմասի աման ես ուզում առնես, որը գնաս ուղարկում եմ 2 անգամ էժան կա, բայց Wildberries-ից ես պատվիրում, որտեղ արագ կգա ձեր հայատ կամ կառաքեն ու այդ 150 կամ 200 դրամ, որ էժանը լինի լոկալ շուկայում, քեզ այդքան հարմարավետ չի, ինչքան որ բերում են քո տուն են հասցնում։ Բայց դրան հակառակ նաև կա, որ միշտ չի, որ ինչ առնում ես այդ է գալիս կամ նկարով քո տեսածն է գալիս, այդ էլ որ հաշվի առնենք։ Հարմարավետությունից բացի Մանավանդ պատվիրեցինք 3 անգամ փոքր էր։ Մանավանդ Տեմուից եթե պատվիրել եք։ Տեմուից ընդհանրապես ես մի հատ փորձառություն պատմեմ ձեզ, շատ ծիծաղալի նկար, բայց ստիկեր։ Մարդը պատվիրում է ժիլետ, շուտ չգիտեմ, բինոկ, հեռադիտակ ու եսիմ ինչ, 3 հատ խոշոր բան։ Այդ ամեն ինչի ստիկերն է գալի փոքր։ Ասենք տակը փոճուր գրած է որ բանի հեռադիտակի ստիկերն է, բայց դու տենում ես։ Գոնե մի հատ սմայլիկից։ Դե բայց մոլերի գալով Հայաստանի մեջ Հայաստանից թվում է առևտրի ոլորտը շատ փոխվեց, որտեղ հիմա դու գնում ես խանութ, հանգիստ ինչ գին տեսնում ես, գիտես որ այդ գինն է, որ հետ կողասած հակո կապիտ նայելով ուրիշ գին չեն տալու կամ չեն խափելու։ Ես 2011 թվին եմ վերադարձել, Կանադայում եմ ապրել մոտ 10 տարի մինչև դա։ 11 թվին որ կար, դե մոլերը չկային։ Մոլերը Դալման առաջինը բացվեց 12 աշխատում էի, չեմ նշի, մեկ գրուպում, որտեղ այդ ֆրանչայզի խանութները, մի քանի հատ ֆրանչայզի խանութներ կային, ֆրանչայզիկով աշխատող։ Ու երբ որ իմացա որ մոլ է բացվելու, այդ մոլի շենքը մենք չենք էլ զգացել որ կա այդ շենքը, ինձ այդպես պատահական ասում եմ ստը մոլ է, բայց չենք հավատում։ Հետո ես ասում եմ որ մոլի գալով հետո այդ շոփինգի լրիվ կուլտուրան լրիվ փոխվելու է Հայաստանում իհարկե ու տենց էլ եղավ որ այդ փողոցային առևտրից հիմա Աբովյան փողոցը նույնը չի, չգիտեմ ասենք եթե գործընկերներս North Avenue-ն Հյուսիսային պողոտան դե մենք համարում ենք որ ամեն երկրում գոնե քաղաքում տես մի հատ գոնե տես կա high street, դա նորմալ է։ High fashion, բայց օրինակ Աբովյան փողոցը, այն Աբովյան փողոցը չի ինչ որ եղել է 11-12 թվերին, կամ Թումանյանը դարել է ավելի շատ ոնց որ ռեստորանային։ Այո, մոլերի կուլտուրան փոխվել է, այսօր մոլերը շատ մեծ ջանք են թափում հենց, դրսում էլ Դուբայում էլ այսօր Սաուդյան Արաբիայում որտեղ մեր կամպանիան է, այնակ կնքել ենք պայմանագիր այդ Westfield-ի հետ, որ մոլերը մի քիչ ավելի թվայնացնեն, այսինքն այդ մոլ մտնող մարդկանց
face recognition-ից սկսած, ինքը որտեղից մտավ, ուր գնաց ու այդ բոլոր այդ data-ն փորձում են բոլորը հավաքեն, որովհետև հասկանում են, որ այսօր ես չգիտեմ, լավ դեպքերում ասում եմ մինչև 20-30% բրենդի on-line shopping-ը արդեն կա։ Մեր մոտ մեր գրուպում այսօր դա մոտավորապես 2-3% է, դա շատ փոքր թիվ է։ Մենք հասկանում ենք, որ այդ on-line-ը բարձրանալով նաև մեր brick and mortar ոնց ենք ասում, մեր ֆիզիկական խանութները մեզ մտածում ենք ճիշտ են, բայց իրականում դա հնարավոր է երկուսը զուգահեռ բարձրացնել, եթե դա ճիշտ աշխատացվի, էլի։ Հասկացա։ Հետաքրքիր է, ոնց է շուկան տրանսֆորմացվում։ Դե իրականում մոլերի զարգացման տեսանկյունից այդ ամբողջի մեր աչքի առաջ է տեղի ունեցել, շատ հետաքրքիր, սկզբի ժամանակ երբ որ նոր էին մոլերը, մարդիկ ուղղակի վախենում էին, որտեղ իրենց թվում էր, եթե տենց սիրուն միջավայր է, Թանկ է։ ուրեմն թանկ է։ Հետո այդ պահը անցավ, հասկացան, որ չէ։ Հետո սկսեցին արդեն Fake-ը։ Չէ, բացի fake-ից հիմա գնալով սկսում է մարդկանց մոտ արդեն պահանջները բարձրանալ։ Ուզում են այդ կոմֆորտը, ուզում են այդ ապահովվածությունը, ուզում են այդ միջավայրը, արդեն քիչ-քիչ զգում ենք մենք ինքներս մեր վրա, որ հաճախորդը գնալով զարգանում է ու իր այդ պլանկեն բարձրանում է։ Հա։ Հիշեցի այդ դրսինը լավ է, որ Վրաստանից լվացքի փոշի են բերում, ասում են լավ։ Լավն է, Ոչ միայն լավ, այլ լավ երկու անգամ է։ Երկու անգամ շատ է լվանում։ Ինձ շատ ընկերներս, հարազատ մարդիկ, որ նույնիսկ իրար հետ ասենք, շատ մոտիկ, ինձ միշտ միջև ասում են, ոնց անում, ասենք օրինակ Zara-ի ապրանքը Վրաստանում ավելի լավն է, քան թե ստեղ ասում են, բայց ինչով եք էլի։ Այդ անհնար է։ Հա, կամ ասենք բան ասում են նույն ապրանքը այնտեղ կարածա, չգիտեմ, օրինակ ուրիշ երկրում, ստեղ ասենք Չինաստանում, ու ես մի օր պարտադրել եմ, որ ասել են նույն ապրանքը, որ դրսում կլես, բայց նկարի բարկոդը ու նկարի որտեղ է պատրաստված, ես հենց հիմա խանութում խնդրեմ, նույն բանը արվի, որ մի հատ տեսնեք, էլի։ Շատ հարազատ մարդիկ են դա ասում։ Այսինքն այդ ամեն դեպքում մեր շուկայում հələ կան մարդիկ, Դե բանը ոնց որ Ընկալումն է տենց։ Օրինակ մենք Mother Care-ում նույն մատակարարից վերցնում ենք տակտիրներ, մենք հաճախորդներ ունենք, որ հատուկ գալիս են մեր մոտից են առնում այդ տակտիրը, որովհետև ասում են ընդեինը ավելի լավն է։ Բայց բոլոր ապտեկաներով այդ թվում նաև մենք նույն մատակարարից ենք վերցնում։ նույն ապրանքը։ Նույն ապրանքը, հա։ Ու անգամ կարող է դիմացի այդ տեղատանը ավելի էժանելներ, բայց մեզնից են առնում, որովհետև մենք ունենք այդ բրենդի ուժը։ Ահա։ Հենց որ այդ ոնց որ մարքեթինգը հլա դեռ ոչ մեկ կենսել չի արել։ Հաստատ։ Մեկը աշխատում է։ Ու ինձ թվում է նաև չգիտեմ, ես վերջերս այդ թեմայով եմ մտածում, որ ես մեր Հայաթի խանութներից շատ եմ առևտրանում։ Ինչի որտեվ ինձ այդտեղ ճանաչում են։ Ու դա իմ համար օրինակ շատ մեծ կարևոր ֆակտոր է, որ ես այդ մարկանցից օգտվում եմ ու համարում եմ, որ նաև դրանով իրենց բիզնեսին աջակցում եմ, քան օրինակ մեծ ցանցերով։ Բացի դա, նաև ստեղ հոգեբանական պահ կա։ Այն պահը, որ դու մտնում ես այդ խանութ ու քեզ անունով բարևում են, ու քեզ ասում են, ես քո սիրած ապրանքն է, հեսա վերցրա, դա արդեն քեզ կապում է իր հետ։ Այդ այն էմոցիան է, որը որ շատ կարևոր է առևտրի դեպքում։ Այսինքն մեկը սա բերում է նրան, որ գինը չի միայն չափորոշիչն է վերաբերմունքը։ Բայց մյուս կողմից օրինակ, չգիտեմ, Zara-ի նման մեծ խանութները նման սպասարկում չեն կարող ունենալ։ Ես ասեմ Zara-ի նման մեծ խանութների թերությունը, որ իրանք քանի որ միջազգային են եւ մնացած բրենդերը, միջազգային բրենդերը ունեն ավելի մի քիչ կարծրացած մոտեցում, այսինքն դժվար է որոշ բաներ շարժել մեջը։ Ասենք մի հատ քաղաքականություն կա, մի հատ գիծ կա եւ տարբեր երկրների վրա ինքը տարբեր ձևի չի աշխատում հիմնականում, եթե չեմ սխալվում, իմ տպավորությունը տենց է։ Այստեղ նաև ամենքի իր կոնցեպտն ունի, իր աշխատելու ձևը ունի։ Բացի որ ինքը պետք է նույն տեսքը ունենա բնականաբար, բայց ես կարծում եմ, որ նաև այստեղ դուք էլ անելիք ունեք, որ մի փոքր գոնե ռեգիոնից կախված տարբերակված մոտեցումներ կարողանանք ստանալ։ Փորձում ենք։ Հա, որտեղ մեր նախասիրությունները մեր ազգի օրինակ եւ ասենք, չգիտեմ, ուրիշ ռեգիոնում, ասենք, չգիտեմ, Մարոկկոյի։ Չէ, Մարոկոն էլի գոնե էս արևի գծի վեճ է, ասենք, Ֆինլանդիայի մարդու նախասիրությունները տարբեր է, մի քիչ տարբեր։ Բայց ես հիշում եմ Inditex-ում որ աշխատում էի, շատ խիստ էր։
անգամ merchandising-ի հարցում շատ անգամ մենք փոփոխություններ չենք կարող անենք խանութ որ շորը որտեղ ենք կախում, որտեվ նկարում report-ներ ենք ուղարկում Իսպանիա, ու Իսպանիայից կարան նային, ասեն սխալ եք տեղ եք կախել, անգամ եթե տենց կախելով մենք զգում ենք, որ առևտրի վրա ավելի լավ ազդեցություն անելով։ Բիզնեսի մոդելից կախված իհարկե ամեն բիզնես իր մոդելը ունի, այսօր մենք 16 բրենդ ենք ներկայացնում, ամենամեծ բրենդերը, ասենք Zara-ն եւ որը մյուսները, օրինակ Inditex-ի եւ ոչ Inditex-ի բրենդերը, բայց ամենակարևորը որ ամեն բրենդ որոշել է իր մոդելը, որ սենց է։ Որոշ բրենդեր դա մի քիչ փափուկ են նայում այդ ամեն ինչը, մենք կարանք ինչ-որ ձևով լոկալիզացնենք, բայց Inditex-ի պահով ես ինչքան էլ փորձեմ որ դա սպասարկումն եմ ուզում ավելի բարձր լինի, օրինակ կուզենայի Zara-ին գոնե Massimo Duzzi-ի 20% սպասարկումը լինի, բայց դա չի ստացվում, որովհետև այնտեղ կա հատուկ ձև, որ ապրանքը պետք է շուտ հասնի պահեստից խանութ։ Հաճախորդը որ կողքով եկավ, մի հատ փորձի բարևից, բայց արագ գործին անցի։ Իսկ օրինակ Charles & Keith խանութը օրինակ Սինգապուրի, այնտեղ լրիվ անձնական է, մտած վարքյանից սկսած, ունես մարդ, որ քո հետ է ու մինչև վերջ քեզ ասում է շնորհակալություն։ Այտենց խանութներում, օրինակ Charles & Keith-ի նման, on-line-ի վաճառքը այն պրոգրեսիվ չի կարա աճի, ինչ որ, որովհետև այդտեղ one-on-one service կա, հետո footwear-ը, կոշիկը շատ ավելի մի քիչ ունիկալ է, էլի, կոշիկը կարող է շատ լավ տեսք ունենա, բայց հակնես ընդամենը մի հատ ինչ-որ թեթև խնդրի պատճառով խնդիր առաջացնում։ Իսկ ձեր մոտ ոնց է։ Ձեր բրենդերն են խիստ։ Բրենդներ կան, օրինակ Քոլհանի պարագայում, էլի այտենց ամեն հաճախորդին one-on-one, այսպես սպասարկում է գնում, ու կարամ ասեմ երևի ամենա on-line-ով որ մեզ ամենաքիչն է խանգարում, երևի հենց այդ բրենդն է։ Այդ երևի Արտուրի ասածն է։ Կոշիկը գինը ամենտեղ նույնն է։ Ես Քոլանը փորձում եմ առնել մեջան ու չեմ կարողանում։ Պլյուս կոշիկը մի քիչ երևի թե ավելի ռիսկային է on-line-ով պատվիրել, չէ՞։ Մի փոքր size-ը, մի փոքր էս կողմ են կողմ եղավ։ Line-ը, size-ը, ասենք հակոստը մի ձև կարան։ Օրինակ քիփ, բայց կոշիկը քիփ չի դու։ Կհակնես կբացվի։ Սա օրը սպասես, երբես հասնելու տուն հանես։ Օրինակ Levis-ը ես ասեմ ինչ չեմ միշտ on-line պատվիրում, որովհետև արդեն 10 տարի, 32-30 եմ հակնում։ Չունենք։ Չէ, ունենք, այդ բայց on-line ավելի էժան է։ Համեմատել եք, բայց Հա։ նայեք on-line-ի մյուս կտորենը նայեք, օրինակ Վրաստանի հետ համեմատենք, էլի։ Հայաստան ամենամոտիկ շուկան է մեզ։ Այսօր մենք ունենք 5 հատ Zara Վրաստանում եւ 2 հատ Հայաստանում։ Zara 5 հատ Վրաստանում Zara կա։ Ու այս փորձում դե Բաթումիում որ բացվեց արդեն լրիվ տենց փոխվեց էլի իրավիճակը։ Թբիլիսիում 4 հատ եւ մի հատ Բաթումիում։ Մենք չունենք ցավոք սրտի շատ կուզենայի որ Գյումրիում օրինակ բացեին կամ երևի կգա այդ պահը մի օր։ Հիմա խնդիրը նա է որ Վրաստանը օրինակ նույն on-line-ը այսօր եթե դու առնում ես այդ շորը Levi's-ի ջինսն ես առնում դու դրա վրա հաստատ բան չես տալի ներմուծման մաքսատուրք, չէ՞։ Դե Հայաստան բանա միջև $200։ Հա, բայց բոլորը ձև ունեն այդ որ դա չվճարեն, այսինքն օրինական ձևով, այս անգամ ես, իմ անգամ կինս, մյուս անգամ մորքուրից տղան կբերեն $200, այտենց կարելի է, էլի այդ բանի մեջ մնալ։ Իսկ բիզնեսները դա բերում են եւ այդ մաքսատուրքը տալիս են։ Այսինքն ամեն դեպքում եթե մարդը ուզում է on-line-ից օգտվի ու էժանա ստացվում իր մոտ, գնալու է դրան, բայց դրա մեջ քաշքշուկ կա։ Ես օրինակ անձամբ ասում եմ շոր այսքան ժամանակ կյանքում առաջ չկամ Հայաստանից on-line-ից։ Ցանկացած որևէ արտաքից շոր։ Ասում եմ բիզդիլուշկաների վրա են, բայց մարդիկ էլ գիտեն, որ այդպես մի հատ ձերման սովորում է, այդպես 32-33 համարը ու այդպես վсё գնում են դրա վրա։ Բայց կարող է օրինակ եթե Արմանի խնդրես օրինակ այդ զեղչը քեզ տեղում անի, վատ բան եմ ասում, բայց շատ լավ բան եմ ասում, երևի նաև կարող է 10-15%-ը որ դու խնայում ես, դու տեղում ստանաս այդ զեղչը, loyalty ծրագրով կամ չգիտեմ, ընկերական զեղչը, ինչ որ կլինի, շատ ավելի հեշտ կլինի։ Շատ ու բոլորի համար ավելի լավ։ Դա ինձ նա որ ես քիչ առաջ ասացի, մեր քաղաքականությունը գնային խանութներում պետք է արդեն փոխվի, այսինքն մարդիկ պետք է կարողանան տեղում առաջարկել։ Գին առաջարկին։ Կարծում եմ այո, որովհետև եթե on-line հարթակում դա աշխատում է, այսինքն կախված քո տարբեր ֆակտորներից քեզ առաջարկում է տարբեր գին, կարծում եմ այս կողմն էլ կարող հակառակը լինի։ Հա, կարող է չէ որ։
Ուղղակի այդ ամեն ինչի համար պետք են տեխնոլոգիաներ, նորից եմ ասում, եւ պետք են մարդկանց ուղեղներում տրանսֆորմացիաներ լինեն, որ եկել է ժամանակը, որ այս բիզնեսը որպեսզի ավելի շատ աճի ու ավելի արդյունավետ դառնա, պետքա որոշ բաներ փոխել, որովհետեւ եթե չենք փոխում, միգուցե ավելի դանդաղ ենք աճում, քան կարեինք։ Ահա։ Իսկ փոխելու համար պետքա մի հատ ընդհանուր մոտեցում լինի։ Հա, միանշանակ տենց է։ Իսկ մարզերում պլանավորվում եք ինչ-որ մոլեր բացեք, Վանաձորում կամ Գյումրիում։ Չէ, ես մոլերի տեսանկյունից ասեմ, որ մոլերը տենց ցանցային երևույթ չեն որպես կանոն աշխարհում։ Շատ հազվադեպ ցանցային մոլեր կան ինվեստորներ, որոնք տարբեր մոլերում միևնույն, ասենք, բանով ունեն, ներդրումներ ունեն, բայց որ նույն մոլը նույն անունով ինքը ուրիշ քաղաքում լինի, դա հազվադեպ երևույթ է։ Համեն դեպս մենք ունենք պլաններ Երևան մոլը ընդլայնելու տեղում, ոչ թե մարզեր գնալու, տեղ կա, այո, հնարավորություն կա, հիմա այդ պրոյեկտի վրա ենք աշխատում, որպեսզի ամբողջ սպեկտրը կարողանանք փակենք, որտեղ մենք անընդհատ զարգացող ենք ու անընդհատ բրենդ միքսը փոխվում է ներսը, կախված հաճախորդների նախասիրություններից ու այսօր ունենք որոշ բաներ, որ կուզենայինք լիներ, ճյուղեր, ոլորտներ, բայց չկա տեղի պատճառով։ Օրինակ ինչ եք ուզում Օրինակ կահույքի մաս, այտենց gardening, այդ տիպի, ասենք, տնային lifestyle, տնային պարագաներ, եւ մեծ տարածք Zara Home կա, չէ՞, բայց ջոմոց։ Zara Home կա, այո, Zara Home, Դալմայում է յուզքներ։ Ընդ որում միակ Zara Home-ը Հայաստանում, հա, Երևան մոլում է։ Իսկ չէի կուզի Քոլհան ունենայիք New Balance։ Շատ կուզենայինք։ Միանգամից տեղի հաց։ Չէ, իրականում մենք ունենք շատ մեծ պահանջարկ տեղի եւ չունենք ֆիզիկապես տեղ։ Հիմա այդ դրա արդյունքում փորձում ենք պրոյեկտ անել եւ ընդլայնել։ Այսի ապացուցումը, որ on-line-ը դա դինոզավր չի։ Ասում on-line։ Offline-ը դինոզավր չի, այսինքն այսօր ես համոզված եմ, որպես մենք գործընկերներ Արմանը կավաստի, այսօր եւ Երևան մոլի, Դալմայի, Մեգամոլի, ցանկացած մոլի, եթե ես մենք խոսում ենք, այսօր հաստատ համոզված եմ 30+ երևի waiting list կա։ Waiting list-ը շատ մեծ waiting list։ 30-ից ավել բրենդ սպասում է։ Սպասում են մարդիկ, որոնք այսօր եթե այդ տարածքը լինի, իրանք վաղը կմտնեն։ Ես ավելի պատկերավոր որ ասեմ, կպատկերացնեք։ Ես ունեմ այսօր 30,000 GLA, այսինքն gross leasable area, gross leasable area, որտեղ խանութներն են 30,000 քառակուսի մետր։ Այսօրվա կոպիտ հաշվարկով 10,000 դրամի 10,000 քառակուսի մետրի պահանջարկ մինիմում կա 10-12,000 քառակուսի մետրի պահանջ, այսինքն եթե ես ունենայի հիմա լրացուցիչ տարածք, ինքը կլցվեր ամենջապես։ Բայց մենակ ձեր մոտ չէ, ենթադրում եմ։ Ես մոլերում նույնպես։ Նույն կարծում եմ ես մոլերում էլ է նույն վիճակը, որովհետև մենք իրար հետ կապի մեջ ենք ու բոլոր տեղերը այնց է, որ դե ցանկացած վարձակալ փորձում է բոլոր մոլերում ունենա եւ շփվելուց հասկանում ես որ դե տեղ կա որ հիմնականում արդեն տեղ չկա։ Դե մենք համ Դալմա ունենք, համ Երևան մոլ ունենք, բայց ես հիշում եմ որ Երևան մոլը շատ խնդալու պատմություն պատմում։ Երբ որ Երևան մոլը նոր էր բացվել, մարդիկ Դալմային ասում են Դալմա, Երևան մոլին ասում են մոլ։ Մինչև հիմա տենց է։ Մինչև հիմա այն Դալմանը, այս մանն է, մոլը։ Ասում եմ գնում եմ մոլ, ասում եմ որ մոլ, ասում եմ Երևան։ Դեասա չէ։ Մենք հասկացանք որ դա տենց է ու դրա համար մեր այս վերջի տարվա տենց մեր տենց կարգախոս ասածը քաղաքի մոլն ենք մենք, էլի, որտեղ բոլորը որպես մոլ ասում են։ Բայց մենք էլ շատ մոլագար ազգ ենք, էլի, մոլագար, որովհետև այսօր ինչ փուճուր, մի քիչ, մի խանութից մեծ շենք բացվում է, իրան մոլ է արդեն։ Էդ էլ էլի, ես կարծում եմ տեղ պետքա որոշակի օրենսդրական կարգավորում լինի, որ բայց հիմա անուն կրելը լինի ինչ որ կրիտերիաներից ելնելով։ Հիմա շուկան որն է, Դալման է, Երևան մոլն է, Մեգամոլը կարելի ասել։ Ռիոն էլ է մոլ։ Հա, մոլ է, փոքր ավելի, հա։ Երևանին կա, Ռիոն կա, բայց եթե 3 հատը վերցնենք, այդ 3 հատը, ասենք կարելի ասել։ Այսինքն ամենամեծը Դալման, Մեգան ու Երևան մոլը։ Մեծը GLA-ով ուրիշա, բանով ուրիշա տարբեր են։ Բայց ինչ պետք է լինի որ մոլ համարվի։ Ես կարծում եմ, որ պետք է որոշակի քառակուսի մետր կրիտերիա լինի եւ որոշակի activity-ներ պետք է լինի։ Այսինքն գոնե պետք է լինի սուպերմարկետ, գոնե պետք է լինի մանկական հրապարակ, գոնե պետք է լինի կինո։ Ինչ որ հաբեր պետք է լինեն, մինիմալ հաբեր պետք է ունենա եւ քառակուսի մետր,
որպեսզի կարողանա կոչվի մոլ, բայց ցավոք սրտի մենք այսօր այդ կարգավորումը չունենք, մեր փոքր կրպակ են սարքում, որեն անունը ներմեն մոլ։ Կամ food court, Կամ food court։ մոդա։ Մոլը առևտրի եւ ժամանցի Կենտրոն, կենտրոն, այսինքն ժամանցի Shopping and պիտի entertainment center։ երբեք չանտեսես, որովհետեւ եթե մենակ առևտրի վրա մնացինք հաստատ Չէ, դե վաղուց արդեն Բայց ես ավելացնեմ Ահա, իսկապես հիմա Վազրիկի մոտ չեմ ասում, բայց մեր մոլերը տեղում չեն մնացել վերջի տարիներում։ Չգիտեմ, ես կան on-line-ի աճից, on-line-ի զարգացումից խոսեցինք, բայց մոլերն էլ անդադար աճում են ժամանակակից ինչ նորամուծություններ կա փորձում են ներդնել ամեն կերպ նպաստել օֆլայնի բանին էլի ոնց որ ասած մրցակցությանը on-line-ի հետ։ Այս ինչ որ ասում եմ իրականում իմ շահերը չի բխում, որովհետև ես on-line պատվիրում ու դրա համար հարկ չեմ տալիս, բայց հետաքրքիր է դուք օրինակ կառավարության հետ աշխատում եք, որ օրենսդրություն փոխվի Հայաստանում, որովհետև մի կողմից ստեղի բիզնեսները համ աշխատատեղ են ստեղծում, համ ներմուծման հարկ են տալի, համ NDS են տալիս, մյուս կողմից է իմ նման մարդիկ on-line պատվիրում են, որի համար կարելի ասել սովորաբար մինչև այդ $200 սահմանա, որը հարկ չենք տալի, ասինքն Հայաստան մեծ ծավալով մտնում է ապրանքներ, որը չի հարկվում, բայց դրան զուգահեռ կան բիզնեսներ, ովքեր խոշոր հարկատու են ու նաև, չգիտեմ, աշխատատեղեր են ստեղծում։ Մենք խնդալու բան ասեմ, մեր պատասխանի այդ հարցին, մեր CEO-ն 4 տարի առաջ մեր երբ որ հաճախորդների մեծ մասը չէ, մոտ 25% ես կորցնում, մենք կորցնում էինք on-line հարթակից Zara-ի առողներին։ Այդպես գնահատել ենք, մենք տարբեր ճիշտ թիվեր դա։ Ու այդ ժամանակ, երբ որ մենք հարկ բարձրացրեցինք, ինձ ասեցին, բա քիչս գնում կառավարության հետ խոսած, փակեք, որ հենց թող առաջի $1-ից միանգամից հարկ վերցնեն, բան կողքից էին ասում, CEO-ն լսեց ավստրիացիներ ինքը Գունտեր Հելմ, ասեց ժողովուրդ ջան, հաճախորդը ջրի պես բանա, ուղիղ սեղանին դնես, ինքը մի միլիմետր թեքություն է գտնելու, ծորալու է գնալու է այնտեղ, դու չես կարող այդ բաները փակես։ Այսինքն այսօր ես գտնում եմ, որ անիմաստ է այս թվային դարում ինչ որ փորձես խոչընդոտներ ստեղծել, հաճախորդը մեկը իր ձևը գտնելու է։ Դու պետք է ավելի մրցակցային դառնաս, որ այդ համ նրա աճի հետ միասին դու էլ աճես։ Այդ ձևը գտնելու մասով մի հատ օրինակ բերեմ, օրինակ հիմա մեր on-line հարթակներով որ գնում են անում, անուններ չտամ, այնտեղ կարող են նույնիսկ որպեսզի տեղավորվեն այսպես ասած $200 թե €200 շեմի մեջ, կրեն գին փոխեն։ Ասենք ինչքանով է, այսինքն ինքը կարա վերցնի €300-անոց ապրանք, բայց իր ուզած գինը դնի €200 դնի, որպեսզի չընկնի դրա տակ։ Բացի դա նաև ես գիտեմ դեպքեր, երբ որ գրում են, որ փոքր invoice գրի։ Դե դա մոտավորապես է, բայց որ հենց կայքում բաց թողես գինը լրացնելու, այս արդեն մի տեսակ շատ է, էլի, առավելություն, արտոնություն on-line-ի համար։ Համաձայն եք։ Ես ուրիշ լծակ չեմ։ Մեկ էլ կարելի է հասկանալ ոնց են զսպում օրինակ Վրաստանում, ինչի է այդպես ակտիվ չեն զսպում։ Բայց Վրաստանում մեկ նույն խնդիրը, քանի որ ես նայեմ մեր գրուպը ունի Վրաստանում խանութներ, շատ ակտիվ է, շատ Վրաստանում էր, ընդդեմ Թուրքիայից էին պատվիրում։ Թուրքական։ Ես պրոստը Wildberries Ozonov եմ։ Չէ, Wildberries-ը չէ, մենք խոսում ենք մեր ոլորտի մասին եմ ասում, Wildberries-ը չգիտեմ, բայց մեր ոլորտում Վրաստանում է շատ մեծ այդ նույն խնդիրը ունեինք գնային սեգմենտի ու այնտեղ կառավարելը դժվար է դա։ Դա ավելի լավ է, ասում եմ, ստեղ մենք ոնց անենք, որ օֆլայնը այնքան ավելի ակտիվ ուժեղ հետաքրքիր լինի, որ մարդիկ թեկուզ եւ 10%-ն անտեսեն ասենք։ Կրիտիկական ինչ որ խնդիր ունենք այսօր, որտեղ ասում ենք, էլի տարին տարու վրա աճ ունենք ու բացիկներ կպաստի, որովհետեւ շատ թափանցիկ ենք մենք որպես կորցընկեր աշխատում, առևտուրը տեսնում են, ոնց որ ինք պարտներսկի հարաբերությունների մեջ ենք։ Ինչքան բարձր, այնքան բոլորի համար լավ, բայց ստեղ եթե մենք բոլորս միանանք, ես համոզված եմ կարանք նենց անենք, որ եթե օրինակ 10% է այսօր մեր աճը, ասենք 8-ից պակաս չլինի մոտակա 4-5 տարին, հետո արդեն որտեվ հիմա AI-ն էլ է զարգանում։ Հիմա այսօր մենք խոսում ենք հենց on-line ինչ որ ստատիկ վիճակի մասին, բայց այսօր artificial intelligence-ով անած բաներ են արդեն ստեղծում։ Մենք չգիտենք 10 տարի հետո այդ առևտուրը մենք պայքարելու ենք օֆլայնի on-line-ի, թե on-line-ի ու ասենք մեծ ինչ որ թազա նոր բանի հետ։ Հա։ Այդ Amazon-ի CEO-ն է լսում ես վերջերս, ասում է մեր վերջնան նպատակն է, որ մարդ Amazon էլ չմտնի։ Մենք ամեն շաբաթ կամ ամեն օր ուղարկենք այն ինչ որ իրան պետք է AI-ի միջոցով։
Իսկ որտի մարդկանց երազները նույնիսկ Հա, տեսնեն, մտան գլխի մեջ մարդկանց, հա։ Դե իսկ թվում է արդեն այդ մեծ պլատֆորմները մեզ այնքան լավ գիտեն, որ մենք մեզ չգիտենք։ Չէ, իրականում այնց արագ է սա զարգանում հիմա, որ ուղղակի, չգիտեմ, մի խելոք մարդ ասում է շատ արագ պետք է վազես, որ մնաս նույն տեղում։ Հա, Հիմա կյանքը արդեն բերելա, եկելա դրան։ հետաքրքիր է այս վերջերս մի հենց այդ թեմով արտիկլ էի կարդում, որ չգիտեմ հետևել եք թե չէ, այդ SaaS բոլոր կամպանիաների product-ների արժեք ընկերությունները շատ է անկել AI պատճառով ու հիմա մինչև այս վերջի, չգիտեմ 50 տարվա մեջ, նու հալի 40 տարվա մեջ ամենաարագ աճող ոլորտը հենց software-ն էր, ծրագրային IT կոչեցյալը ոնց որ մեր մոտ ասում են, բայց հիմա հակառակ տենդենսն է սկսել, օրինակ խոշորագույն ընկերությունները արդեն իրենց այս տարվա կանխատեսումները տվեցին, Google-ը, Amazon-ը, Facebook-ը, մեկ էլ մի հոգել կար։ Google-ներ, Amazon-ներ, Facebook-ներ, Մասկի կամպանիներից մեկը կլներ, թե չէ։ ոնց չեմ հիշում, մնացածն չեմ հիշում, բայց իրար հետ այս տարվա ինֆրաստրուկտուրնի պրոյեկտների վրա ֆիզիկական 600 միլիարդից ավել փող են ծախսելու։ Ու ոնց որ այդ թվայինից անցնում են ավելի ֆիզիկական աշխարհի, ատոմների աշխարհին։ Ու շատ անալիտիկներ կանխատեսում են, որ եթե դու ապագան չունենաս ֆիզիկական ներկայացություն, AI-ը քեզ ուտելու է։ Այսինքն հակառակ տենդենսին է գնում։ Օրինակ leak online բիզնեսներ կարող են փակվեն, որովհետև ChatGPT-ին կամ Gemini-ը կամ ինչ կլինի այդ ապագայում արդեն քեզ կտանեն ինչ որ քեզ պետք է։ Պատմականորեն եթե նայում եք ֆիզիկականը միշտ մի պահ սկսում ասիչել, հետո հետ է գալի։ Նույնը եղավ խաղերի, մանկական խաղերի աշխարհում, երբ որ ի հայտ եկան այդ համակարգչային խաղերը, մի պահ ֆիզիկական խաղերը հետ գնացին։ Ժամանակ անց նորից վերադարձան, որովհետև այդ ֆիզիկական առնչությունը, ֆիզիկական շարժումը, գնալ գալը, տեղում այդ experience-ը ունենալը, մեկը կարծում եմ միշտ արժեք է ունենալու։ Հետևաբար դրա շուրջ պետք է ճիշտ կառուցել, որպեսզի մաքսիմում դրանից մոնետիզացնել մարդու այդ ցանկությունը, habit-ը դուրս գալ, գնալ, ձեռ տալ, շարժվել, շփվել, այդ ամեն ինչը շատ կարևոր է։ Կինոթատրոններ գնալն է նմանատիպ օրինակ էր, մի պահ գրեթե դատարկեր, մարդիկ ասում են կինոն մեռնում, լավ օրինակ է։ Հա, կինոն շատ լավ օրինակ է, այո։ Իդեալական, ասենք ես պարտվում էր թե Всё, չէ, մեռնում է։ բայց դե ես իմ ընտանիքի հետ հաճույքով վերախից վեկանում գնում եմ, ասենք այդ ընդեղ նայեմ, չէ՞, ասում եմ Netflix-ել ունենք, չգիտեմ, կարանք 1000 վիդեոներ նայենք դա։ Այս վերջերս կինոդարանի տնօրենի վահի հետ էինք խոսում, ասում է հաջորդ 2 տարին Հայաստանում ամեն 2 շաբաթ մեկ նոր պրեմիերա եղնելու հայկական ֆիլմի կինոթատրոններում։ Այսինքն Պահանջարկը շատ է, պահանջարկը շատի արդյունքում նաև հիմա արտադրությունն է շատ, մենք տեսնում ենք արդեն։ Որպեսզի պատկերացնեք հայկական ֆիլմը, լավ հայկական կոմեդիան 4 անգամ ավելի լավ է աշխատում, քան լավագույն հոլիվուդյան բլոկբասթերը։ Հայաստանում ոնց որ ազգային, հա, 4 անգամ մինիմում 4 անգամ ավելի լավ։ 4 անգամ օրինակ չգիտեմ, եթե ինչ որ հայկական լավ սերիալ է ու հետը Սերիալի մասին չի խոսքը։ ֆիլմ, Հայկական հիմնականում կոմեդիայի մասին է խոսքը, լավ որակի հայկական ու հետը կոմեդիա։ ավատարն է, ավատարը։ Այո, միանշանակ շատ ավելի լավ է աշխատում։ Շատ ավելի։ Այստեղ մի հատ շատ կարևոր նյուանս կա, որ մենք չենք գիտակցում։ Շատ հայրենակիցներ ռուսերեն չեն հասկանում։ Ու նաև անգլերեն։ Նաև անգլերեն չեն հասկանում։ Դա էլ է կարևոր։ Բացի դա, նաև այդ հարազատ կուլտուրան, հարազատ զրույցը, հարազատ իրավիճակը տեսնելը, տեղական հումորը տեսնելը։ Հա։ Շատ հետաքրքիր է, չգիտեի ես դրա մասին, որ մեր հայկական կինոն այդքան լավ է վաճառում կինոթատրոնները։ Իսկ AI-ից չի վախում ֆիզիկական բիզնեսը։ Հետ դուրսությամբ մտածել եք։ Ես մի հատ ուրիշ բան կասեմ, AI-ից միշտ ավախում մի 5 տարի առաջ մենք մոտ բրենդ պիտի բերեինք, չեմ ուզում նշեմ անունը բրենդի, բայց շատ լուրջ բրենդ էր ու մեզ պետք էր market study անել այս 3 երկրներով, Կովկասի երկրներով ու ես իմ ընկերոջը գտա, որ շատ լավ խորհրդակցական կազմակերպություն, իրանք կարեն այդ բանը սարքեին
բայց իրանք բարձր գին ասացին։ Հետո մենք Վրաստանից գտանք մի հատ ուրիշ կամպանիա, որը այս թիվը արդեն կասեմ $30,000 ամեն երկրից ուզեց, որպեսզի այդ բանը ստանա, այդ presentation-ը market study-ն։ Բայց ես գիտեի, որ այդ market study նյութը ես եմ տալու հիմնականում, այսինքն եսը կարա այդ փող առնեի ու այդ սարքի այդ վերջնական այդ PowerPoint-ը sense ասեմ, բայց պետք էր որ Իրան շտամպը խփած լիներ իրան շտամպը, բան, այսքան մենքում $30,000 տալուց հետո եկավ մի հատ ինչ որ PowerPoint, որի 80% իրականում մենք էինք տվել, ինչ որ տենց թիթերներ էր նկարած, բան։ Ես բուկվալներ 3 օր առաջ խնդրել եմ մի հատ ուրիշ բրենդի համար, չարեցինք այդ բրենդը չեկավ Հայաստան, չբերեցինք, ոչ թե Վրաստան կամ Ադրբեջան, բայց 3 օր առաջ բուկվալներ տվել եմ մի հատ նոր բրենդ ենք մտածում որ բերենք, ասի խնդրում եմ ժամանակ չունեմ որևէ AI-ով դուր զադենան, SSS prompt-երը դուր ու երկշաբթի օր ուզում եմ գամ, տեսնեմ, դες մի 20 էջանոց սպան, լուրջ Ես երկշաբթի օր եկել եմ ուղարկել այնց ես նայում եմ ու ափսոսում եմ $30,000 որ տվել էինք լուրջ բայց այդ որակի բան հիմա այդ չգիտեմ դա վախենալու է թե չէ բայց ինչ որ շատ ինչ որ գործեր այսօր շատ ավելի արագ կարելի անել ես շոփինգը չեմ կարծում դրանց մի կտորն է դեռ գոնե ես չեմ պատկերացնում այդ շոփինգը կարող է ինչ-որ ռոբոտ լինի որ ասես ինձ էսա պետք գնա չգիտեմ այնտեղ prompt-ը գրի այդ ռոբոտը բերի քեզ 10 տարի հետո եմ ասում ասենք բերեն deliver անես տուն ունենաս բայց այդտեղ արդեն լրիվ մենք այդ պլաստմասի վիճակն եմ ես պատկերացնում որ ինչ-որ շատ պլաստիկ վիճակում կլինենք էլի արդեն մարդկությունը կկորի էլի այդ հետաքրքիր պատմություն ուրեմն մեր Երևան մոլի այսպես ասած face-ը աղջիկը AI-ով ստեղծված աղջիկ է հիմա որ մեր edge-երով նայեք մի հատ մոդել է լրիվ 100% է այդպես մարդ չկա ինքը լրիվ ինտերակտիվ խոսում է ամեն ինչ անում է հիմա որ արտաքին գովազդի փակցնեն քաղաքում տարբեր տեղեր օրենք կա քաղաքապետարանի որ եթե ես քո նկարը կպցնում եմ քո համաձայնությունը պետք է լինի գովազդին նամակ նամակ են գրել ասում են այս մոդելի համաձայնությունը գրավոր ուղարկեք ասում ենք ինչ է կարել դե գրել ենք չկա տենց մարդ AI-ով ստեղծված հա բայց ուզեք այդ համաձայնությունը բայց ձեր աշխատակիցները օգտագործում են արդեն AI հա շատ բավականին բայց ես առանձնապես մոտ ժամանակներին ինչ որ ռիսկեր չեմ տեսնում որտեղ ես հիշում եմ մենք այդ բանը անալիտիկայի վրա թե ինչ պատվիրենք շատ ժամանակ էինք ծախսում թիմով հիմա ինձ թվում է դրա որոշ մասը եւ հնարավոր է ավտոմատացնել երեխաներն են արդեն դպրոցում օգտագործում դպրոցի դասեր անելու համար 8-10 չէ իրականում ինքը շատ օգտակար բաներ ունի բայց իհարկե կան մասնագիտություններ, որոնք վերանալու եզրին են լինելու մոտ ապագայում։ Հա։ Դրա արդյունքում ամենայն դեպս մոտակա մի քանի տարվա ընթացքում ինքը այնքան դինամիկա զարգանում, որ չես կարող կանխատեսես ուր կհասնի։ Ինչին կհասնի եւ ինչին կխանգարի, ինչին կօգնի։ Բայց հետաքրքիր է մեր նման շուկաները ինչ վիճակում կհայտնվեն այդ ամենը, որտեղ մենք այդ խաղի մեջ չկանք, էլի երևի դառնալու ենք մենակ սպառող։ Իսկ տեղական բրենդերի ստեղ արտադրվող ինչ վիճակում են։ Ես ասեմ, մոլում մի քանի բրենդ ունենք, որոնք որ շատ լավ աշխատում են։ Ես այս վերջերս մասնակցում էի ցուցահանդես էր մեծ։ Ոնց է կոչվում, մեծ մի հատ հարթակ ունենք Ձորում գինու գործարանի տակ։ Մերիդիան կենտրոնը։ Հայկական բրենդերի այդպես շոուրում ու ցուցահանդես էր։ Ես քանակից ուղղակի զարմացա, որ անծայրացիր քանակի հայկական բրենդեր կան։ Դա։ Շատ որակովները կան։ Տարբեր ձևի mass market կա, բան կա, կոնկրետ luxury կա։ Իրանք կարծում եմ իրանց նիշան վերցնելու են ու տենց զարգանան անպայման, որովհետև մեր մեջ մեկը կա այդ բանը, էլի, տենց ցանկությունը, որ հայկական է, եթե ինքը լավ որակի է շատ, ինքը ապագա ունենալու է։ Գնային սեգմենտում են իրանք մի քիչ դժվարանում, որովհետև Չինաստանում արտադրել է շատ ավելի էժան։ Ուստեղ պետք է հասկանալ, որ նաև կլինեն բազմաթիվ ֆեյքեր, որոնք
Չինաստանից բերում են բիրկա են փոխում ու հայկականի տակ փորձում են վաճառել։ Իրանց աջակցությունն է պետք ոչ միայն մեր սպառելով, այլ նաև ինձ թվում է պետական աջակցություն է պետք, որովհետև բրենդ կառուցել, ստեղծել է դա։ Ազատ մարդը աննորմալ։ Հիմա մենք բրենդներ ենք համաշխարհային բրենդներ ենք ներկայացնում, բայց կոպիտ ասած մեր մեջքին կանգնած են իրանք։ Իսկ տեղական բրենդի մեջքին ով է կանգնած։ Պետք է աջակցել։ Բայց ձեր բրենդերն էլ են չէ՞ շատ ֆեյքեր վաճառում շուկան։ Մեր շուկան թե առհասարակ։ Մեր շուկան։ Մեր շուկայում փորձում ենք ոնց զսպել դա, որովհետև վերահսկում է ոչ միայն մեր կողմից, այլ հենց բրենդների կողմից։ Իրանք կոնկրետ օրինակ Levi's-ի օրինակը բերեմ, իրենք մեզնից անկախ Հայաստանում իրավաբանական ինչ որ գրասենյակի հետ պայմանավորագիր ունեն, իրանց ներկայացնում են բրենդի շահերը, բրենդի իրավունքներն է պաշտպանում։ Ու եթե օրինակ սահմանից ինչ որ մեկը փորձում է Levi's ներկրել, օրենքով չի արգելվում իրականում ներկրումը, բայց դիմում ենք իրանց, այդ իրավաբան, իրանք ուսումնասիրում են թե որտեղից եկավ, դե մեծ հաշվով չի կարող գա մեծականակ, չի կարող գա վաճառքի համար։ Եթե եկել է ուսումնասիրում են։ Եթե իրականում օրիգինալն է։ Եթե fake է, դա ավելի խիստ ոնց որ մոտեցում։ Այսինքն օրենքով եթե fake եկավ, բռնագրավում է։ Այո, դա միանշանակ։ Իսկ եթե օրիգինալ եկավ, այդ արդեն գնում են հետքերով, հետագծով, թե ոնց է եկել։ Որովհետև ուրիշ երկիր չի կարող մատակարարի մեզ Levi's։ Բայց մի բան, ես հիշում եմ մի քանի տարի առաջ, երբ որ մենք Մաքսային միության մեջ մտանք, շատ բրենդեր խնդիրներ ունեին, որ շատ տեղական օրինակ փոքր բիզնեսներ սկսեցին Ռուսաստանից կամ Բելարուսից նման բրենդեր բերեն ու ավելի ցածր։ Նման թե նույնը նկատում։ Նույն բրենդերը։ Դա էլի բրենդի, այսպես ասած, կարգավորելու հարցն է։ Պիտի իր գլխավոր օֆիսից ինքը ոնց որ այդ սահմանափակումները, այդ կոնտրոլը պահի։ Հիմա այդ խնդիրը լուծվեց, արդեն Հայաստանից են բրենդերը տանում Ռուսաստան։ Բայց այդ ֆեյքերի խնդիրը իրականում մեծ է Հայաստանում։ Ինքը տենց ֆունդամենտալ խնդիր է, որ ժամանակ ունենակ, ասենք, Մաշտոցի պողոտայով կամ Սայաթնովայով քայլեք, օպերայից մի կիլոմետր ներքև եւ Սայաթնովայով ենքոմ, բազմաթիվ խանութներ են, որտեղ fake ապրանք ցանկացած բրենդի։ Ու հիմնականում եթե այդ բրենդի օրիգինալ խանութը կա, խնդիր է իրանց համար, էլի, եթե օրիգինալը կա, բրենդի պաշտոնական ներկայացուցիչ կա Հայաստանում, իրանց համար խնդիր է, բայց որը որ չկա, այն ամենալաքշրիները ավելի էժան ու ավելի տարածված է Հայաստանում։ 3000 դրամով Louis Vuitton-ը։ Բանը, ես վերջերս բան լսեցի, պրեմիում պատենտ։ Որակով բանն էլի։ Իտալացի հյուր ունեի, իրանք էլ այդ fashion business-ի մեջ են։ Ամիրան փողոցի վրա մոտ խանութ ա մտել, ուսում աշկերը չռած sense մանա գալիս։ Ամիրանի սկիզբը։ Ճիշտ է։ Մտել ասում էս ինչա։ Ասում եղբայր, էս սխալ տեղից մտել էլի, սա ինքը չի։ Բայց շատ լավն է, ոնց է զրահ շոփում է, լուքս պատենտ զգում է, եկան աղջիկներին, բայց անուն տվեցին, էսի այդ որ համարյա օրիգինալ էլի վիճակն է, այդ այնց երևի լույս պատենտ այդ բառներ ասում։ Make in make looks copy, Make in make copy, հա։ Այդ էլ պետք է մարդու ինձ թվում է բան on-line հարթակներ էլ կային, որ ցած դնում եմ եկել Louis Vuitton-ը unboxing է անում, ոսկի վերջում 28000 դրամ, ասենք որ պայուսակ կամ ընկերներից մեկն էր պատմում, հետս վերջերս գնացել էինք Ամերիկա, ասում է բարեկամներից մեկը իմացել էր որ գալիս եմ Glendale-ից, խնդրել էր հետ ինչ որ ժամացույց բերեմ։ Ասում եմ բարձր մոտ էս $20000 ժամացույցի fake-ը, պրոստը տենց ինքը ուզում է կապի ֆրա։ Դենդեր ամպեման դա քայլի։ Բայց այդ fake-ը Ամերիկա չէր կարողանում երևի ճարել։ Բայց հետաքրքիր է մարդկանց հոգեբանությունը, էլի որ այդ շուտ էվոլյուցիայի փուլը կարծում եմ, որ պետք է անցնենք, էլի դա մարդը պրոստը դի գիտակցի որ ավելի լավ է ինքը այդ նույն գնով առնի իսկական օրիգինալ, ասենք, չգիտեմ, Zara, հա քան եթե վրեն գրած է Chanel, հա, կամ վրեն գրած է, չգիտեմ, Christian Dior, պետք է մարդ գիտակցի էլի, որ այդ ինչ է, value չի դա։ Արժեք չկա։ Արժեք չկա դրա մեջ, բայց դե մարդիկ հիմա ցուցադրական փորձում են իրենց ստատուսը բարձր ցույց տալ, ես իմ։ Դե հիմա բանա ջայել երեխեքի տղեկի մոտ այդ
բարսետ կեք կա սավի մոտ Gucci Հա, միանման, հա։ Տաքսիստներ կան ձեր բանով, Ազատ ասեմ, մարդ։ Պատեկ Ֆիլիպ Ազատ մարդի ժամացույցով։ գները իջել Չէ, բացի այդ 1200 ասում, դրամ Պատեկ Ֆիլիպ ժամացույցով տաքսիստներ կան։ Բայց հետաքրքիր է դի ստատուս սիգնալինգ, հա, որ fake են հակնում, իրանց թվում է, որ Դե հա, եթե գիտակցաբար անում են, ուրեմն ավելի շատ Երևի, ստատուս են ուզում։ Ստատուսի հարց է, էլի։ Նույնիսկ չի որ իրանք չեն հասկանում էլի միամիտ։ Ուղղակի այնքան շատ է, որ բացահայտված է սաղի մոտ, որ դա fake է։ Դե հա, ոնց որ բոլորը հասկանում են։ հակնողները, մանավանդ ասենք ինչ որ կատեգորիայի մարդիկ կա, որ հակնում են։ Իրանք հասկանում են, որ դիմացինը գիտի, որ դա fake է, բայց ինքը էլի հակնում է դա։ Որովհետեւ օրինակ մարդ կլինի, օրինակ վազրիկ այսօր գա Givenchy մայկայով, ես ասենք շատ փոքր կասկած կունենա, որ դա ռեալ Givenchy չի։ Իրան ճանաչելով, էլի, կամ ասենք Armani ինձ եթե տեսնի, չգիտեմ, օրինակ Chanel-ի մայկայով։ Բայց ինչ որ մարդիկ կան, որ իրանք հակնում են, ու իրանք արդյոք գիտակցում են, որ այն դիմացի մարդը որ նայում է, դա գիտի որ fake է։ Կարող է տարերն է իրան դզում, բայց կարող է կապ չունի, ինչ տար գրած լինի վրան, չգիտեմ։ Միջավայրի հարցը լա։ Այս վերջերս էր, չէ՞ որ ինտերնետում վայրալ գնաց մի հատ կին ինտերվյու էր տալիս, sense մայքի վրա մեզ գրած էր BDSM։ Սուպեր սակոնը մտե տակ կոմենտեր գրել շատ խնդալու էր։ Բայց շատ հետաքրքիր է, օրինակ fashion ոլորտը դրանով է հետաքրքիր, որ ոնց է էլի մի քանի ամսվա մեջ ինչ որ մի բան կոնկրետ սկսում վայրալ գնա, տարածվել ու բոլորը ուզում են այդ գույնը հագնեն կամ այդ ձևի կոշիկ հագնեն։ Տարիներ առաջ հիշեցի մայկա էին հանել device-ի, շապիկ սպիտակ device-ի են հայտնի այդ թամբաձև կարմիր, մեջը գրած էր լավաշ։ Device-ի տեղը։ Հա, տեսքը նույնն է։ Նիկոլ։ Որ հայրենս էր մեկը գար դրսից առներ տարեր device-ը լավաշով։ Իսկ տենդենսներին հետևում եք ոնց է օրինակ փոխվում, որ օրինակ այս տարի էս գույնն է մոդա, այս տարի էս բրենդերն են մոդա կամ ինչ որ oversize show-երն են մոդա։ Առաջ ոնց որ Հայաստանը ինքը առանձին էր իրանով, բայց այսօր համաշխարհային տրենդերը շատ ազդում մեր վրա, օրինակ ինչ որ մի բան մոդա դառավ, երկու Մեկամից դրա։ հա, մի քանի մի ամսից ամենաշատ նույն բանն է գնում։ Հիմա կարող է մի քիչ տարբերությամբ։ Միշտ Վրաստանը ավելի ինքը բանը արագ ու սուր, մոտ մի սեզոն էինք ասում, բայց օրինակ հիմա եթե նույն մոդելները Հայաստան-Վրաստան գնում է, այս տարի Վրաստանը դա մի անգամից ասենք մտնում է ու մի ամսա մեջ արդեն սկսում է լավ վաճառվել, իսկ Հայաստանում ասենք կարող է դա սկսվի, եթե առաջ 2 տարի էր այդ տարբերությունը, հիմա արդեն կարող է լինի, չգիտեմ, ասենք մի ամիս հետո, 2 ամիս հետո։ Արագացել է այդ ամեն ինչը։ Վրաստանի չեմ կարող ասեմ, Վրաստանը միշտ historically պատմականորեն շատ ավելի ինքը ավելի քաջ շուկա էր, ոնց ասեմ, համարցակ շուկա էր։ Մենք արի պահպանողական, բայց դա փոխվում է հիմա, ես կարամ ասեմ, որ կոնկրետ փոխվում է։ Դե մինչև մոլերի գալը ես հիշում եմ մենք շատ անգամ գնում ենք Վրաստանից ենք առավտրան։ Ասում էին Թիֆլիսը 300 կիլոմետր Եվրոպային ավելի մոտ է։ Հա։ Մենք ստից ինչև հասնում ենք։ Հիմա բան է, տենց մարդիկ TikTok-ով ինչ որ մի բան վայրալ է գնում կամ Instagram-ով, միանգամից բոլորը ուզում են։ Դա միշտ է եղել։ Վրաստանում եղել է միշտ ավելի տենց ճճացող, ավելի տենց իրանք ավելի համարցակ են եղել, նույնիսկ ես հին մարդ եմ, սովետի պերիոդն եմ հիշում, երբ որ այնտեղ ստեղից գնում էին այնվաղ տարբեր ժամանակներ, տարբեր տենդենսներ կար, գնում էին կոշիկի ձև կար, այդ չարող ասածը, այդ Թիֆլիսից, բուծերը, հա։ Գնում էին Թիֆլիսից բերում էին 80-ականների։ Իրանք միշտ ավելի համարցակ են հագնվել, քան մենք։ Overall տենց որ վերցնես, իրանց հագուստը միշտ ավելի համարցակ է եղել, գունավոր ավելի տենց ստանդարտից դուրս, քան մերը։ Մենք տենց սևի մեջ ենք, էլի։ Հա, բայց նոր ենք սևը հանում։ մեր մոդելը արդեն լավ փոխվել, որովհետև մենակ չգիտեմ, մի 10 տարի առաջ փողոցում որ քայլում էր, կարա ասել, այս մարդը, չգիտեմ, արտասահմանասովոր է, այս մարդը հաստատից է, հա, շորով։ Այսօր արդեն չես կարող ասես։ Իրոք չես կարող ասես, որովհետև շատ գույներ ամտեմ էր քաղաքը։ Ես Վարդակում Վերնաշաբիկը 2012 թվականին որ եկա հակա, ինձ տարօրինակ էին։ Դարսին նայում։ Բայց այս տարի նորից հանեցի։ ու ամեն տարի միշտ գոնե մի հատ Վարդակույն, մի հատ կապույտ, տես չգիտի ունենաս էլ, հիմա չի լինեցինք սև սպիտակի վրանաս դրան ընդհատ։ Դե հիմա մեզ բանը, այդ անգամ այդ հեծանեվի քիփ շորերը որ հագնում ենք, այդ վաղ դաժե քարով չեն խփում։
Չէ, շատ Համարցակացել ենք ուրեմն։ Չէ, շուկան փոխվել է, ինձ թվում է շատ մեծ ազդեցություն է նաև ունեցել սոցցանցերը, որ մենք Հետո Սոցցանցերը գնալ դուրս գնալու դուրս գնալ է, հաջորդական նաև է, դուրս գնալ է, այսօր ես պատկերացնում եմ, ասենք 20 տարի առաջ ինչքան մարդ երազում էր, ասենք կգնայինք կյանքում մի օր իտալիական Փարիզ կամ որևէ տեղ, ու այսօր այդ երևի գնի այդ մատչելիությունը կամ երևի ավելի հեշտ են ստանում վիզան, այսօր շատ քիչ մարդ եմ ճանաչում, որ գոնե մի անգամ տարին դուրս չի գնում, էլի, ես մտնա գա։ Ես հիշում եմ 13-14 թվականին, որ Եվրոպայի գնում մարդիկ ասում են, «Ո, ինչ բախտավոր ես բան»։ Հիմա այդպես $20 է տոմսը։ Ու ամիսներով հերթավիզաների նշանակում է պահանջարկը շատ մեծ Չէ, դա այդ մարդու վրա շատ ազդեցություն ունում։ Այդ տեսնելը Շատ մեծ բան է։ կուլտուրայի փոփոխությունը, այդ տեսնելը, այդ շփվելը գաղափարը փոխում։ Ճանապարհորդությունը, ես Գաղափարը ասում եմ, զարգացում Այո, ակրթությունը։ միանշանակ։ Հա։ Առաջ անգամ որ գնում ես, ասում ես, «Էս ովքերն ես, ինչ են անում», երկրորդ անգամ գնում ես, ասում են, ոնց որ թե այդքան վատ չէ։ Երրորդ անգամ գնում ես, ասում ես, Ես առաջ «Խիմեք անգամ սեն չենք անում»։ առաջ անգամ Եվրոպա որ գնացի, ուրեմն տեսա թե ինչ կան այդ թեքահարթակներ, բան այդ պայմանները ինչ տիպի էր էլի ամեն քաղաքում, Համբուրգ եմ եղել առաջ անգամ, եվրոպական քաղաք իմ կյանքում։ Մտածեցի ինչ մեղքին է, ինչքան ինվալիդ ունեն այս մարդիկ։ Հետո հասկացա որ Ես 96 թվականին որ գնացի Միացյալ Նահանգներ, մի ամսով ստաժիրովկայի, դե շատ հազվադեպ երևույթ էր։ Մի ամիս ընդ ապրելուց հետո Որ քաղաք եք գնացել։ Միսուրի նահանգի, եղել եմ Սենթ Լուիս, Կանզաս Սիթի ու ընդ իրանց Ջեֆերսոն Սիթի, իրանց մայրաքաղաքն է Միսուրի։ Ես Սանտ Դե Լուիս մի բանկային տարի սովորել եմ։ համակարգում, հա, դե բանկային համակարգում մի ամիս այդ նահանգում ապրել ենք։ Վերադարձել էի Հայաստան, ժպտում էի անընդհատ։ Ու տարօրինակ է, Hello. ինչ ժպտում ասում էի, տենց է։ Վերելակի մեջ Այն 96 բարևում էինք։ կոնտրաստը շատ մեծ կա։ Շատ ասում են գիժը։ Ես 98-ին եմ գնացել Ամերիկա 4 տարի ընդ ապրել, այդ որ վերելակի մեջ մեկը hello, ասում գիժ ես։ բարևում չի ճանաչում։ Ու հետո հիմա որ ասենք որ ես տեսնում որ երեխեք ես ասենք որ անծանոթ մարդու որտեղ դիմացան են ասում են բարև ձեզ, ես այնքան եմ դրանից ուրախանում, փոխվել է այդ իրականում այդ ամեն ինչը։ Սա չբարևելն է էլի, ոնց որ տարօրինակ եթե դուք վերելակում մտար, թեկուզ չգիտեմ, չես ճանաչում այդ մարդուն։ Տեսնում եմ շատ բաներ կախված է նաև երբ ֆինանսական վիճակից մարդկանց։ Հիմա մեկը ոնց որ ավելի լավ ենք ապրում, ավելի շատ գումար ենք ծախսում հագուստի, չգիտեմ, travel-ի վրա ու դա մեկը իր դրական ազդեցությունը չի կարող չունենա։ Երբ որ մինիմալ կարիքներ այդ հոգալու մասին արդեն չես մտածում, շատ բաներ սկսում ես ավելի ուժ ձե վերաբերես։ Արժեքներն է փոխվել, էլի, այսինքն մարդկանց ժամանցը, մարդկանց գնումները, մարդկանց ճանապարհորդությունը բոլորը, այսպես ասած, որակը ստացել Մի ավելի։ հատ հարց տամ, հաստատ դուք նկատած կլինեք։ Միլենիալների մեր սերնդի ու Gen Z-ից նոր սերնդի մեջ տարբերություն զգում եք աշխատակիցների առումով։ Ասում են Gen Z-ն չի սիրում աշխատի։ Դա ընդհանրապես մենք Gen Z-ի համար հատուկ բան ենք արել, հոկեբան ենք վերցրել։ Լուրջ։ Հա։ Հոկեբանի հետ սեանս ենք կազմակերպել շատ լավ տեղ, այն Woods-ում, Զորախփյուրի։ Հա։ Որ հասկանանք ոնց աշխատենք իրանց հետ։ Այսինքն մենք այդ Gen Z-ին չենք բերել ժողովին, մենք բերել ենք ղեկավար անձնակազմին, ու մի 50-60 հոգի հավաքվել ենք։ Մի մասը ես եմ փակել եմ, ֆինանսական մասը պրոստը ընդամենը արդյունքները, բայց հոկեբանին բերել ենք հատուկ Gen Z-ի հետ ոնց աշխատեն։ Այո, շատ դժվար է, որտեղ իրանք ուզում են too much to soon։ Շատ արագ, Մինիմալ պատասխանատվություն, մաքսիմալ ազատություն։ Հա, այդ դուրի ուրիշ է, իրանց այդպես պատկերացումները աշխատանքի, պատասխանատվության եւ կյանքի նկատմամբ։ Հետո շատ սենսիտիվ են։ Հա, ու շատ զգայուն են, հա, անձնական բոլորը իրանց հոկեբաններն ունեն, բոլորը իրանց իրավապաշտպաններն ունեն։ Մեր տարիներին ասում էին, բան, չէ, ստրեսը գալի մեզ տենում, ստրեսի մեջ հանգնում, 90-ականների սկիզբը անցած ժողովրդին։ Հիմա հակառակն է, էլի, հիմա օթից ստրես են բռնում ու գնում են։ Բայց այս կետ բիզնեսը փոխում է։
Որտեվ հաճախորդներն էլ են, չէ, հիմնական արդեն Gen Z։ Այսինքն ինչ որ Եվ իրար լավ հասկանում են, էլի, հա։ Հələ տենց լրիվ չէ, բայց այդ բանը պետք է գա, էլի, այդ ազդեցությունը ինչ որ որոշակի փոխվի, այդ տրանսֆորմացիաները միշտ են։ Դե արդյոք մեծ տրանսֆորմացիա չէր, այն ժամանակ ուղղակի դրա մասին տենց չկար վերլուծություններ, չէին խոսում։ Սովետական մարդը, երբ որ դարավ ազատ շուկայական հարաբերություններում հայտնված իրան կորցրած մեծ մի հատ ծերունդ դե շատերը մոլորվեցին։ տրանսֆորմացիան ապրեց, էլի, շատերը մոլորվեցին, շատերը իրանցը գտան, դա էլ էր, էլի, ահավոր տրանսֆորմացիա էր։ Իսկ այս մանր տրանսֆորմացիաները միշտ կան ու գնալու են։ Ամեն ինչի հետ բիզնեսը պետք է տրանսֆորմացվի։ Մեր զրույցը on-line-ի եւ off-line-ի հետ կապված էլի դրա մասին էր, որ հիմա մենք պետք է տրանսֆորմացվենք։ Մենք պետք է աշխատենք մեր վրա, մենք պետք է որոշակի ներդրումներ անենք, մեզ փոխենք, որպեսզի կարողանանք մեր բիզնեսը առաջ տանել։ Իսկ այս օրենսդրական փոփոխությունները ինչ առումով ինչ վիճակում օրինակ ես վերջերս գործընկերներից մեկի հետ խոսում ռիթեյլի մեջ ասում շատ ախստացել որ զեղչեր ոնց պետք է դնես գնային փոփոխություններ ոնց պետք է անես այդ մասով ինչ վիճակը խնդրահարույց վիճակը ինչ առումով այդ զեղչերի կառավարումը զեղչերի մասին ոնց ասել, ինչ ասել։ Ես հասկանում եմ այնտեղ կոնտրոլա պետք, որովհետև երևի ոչ բարեխիղճ հա, բայց երբ որ դու գիտես, ասենք օրինակ մոլի մեջ, ասենք հանրահայտ բրենդի խանութները։ Այս հիմնականում բոլորը գիտեն աշխատանքի եւ ձևը ոնց են աշխատում, բայց այդ զեղչի մասին հայտարարելը, օրերը նշելը, խանութի այս կտոր, այսքանից ավելը, այսինքն շատ է ինձ թվում է շատ է վարչարարությունը բիզնեսի մեջ, երբ որ մեկ օրինակ մենք հակակոմերցիոն որոշումներ ենք կայացնում, որպեսզի տեղավորվենք այդ վարչարարության մեջ, ասենց ասեմ։ Այսինքն բիզնեսը ավելի լավ կնա, ավելի լավ առևտուր կլիներ, եթե օրինակ այս մի բանը մենք սենց անեինք, այնտեղ միջին օրինակ ամենա ասենք ցայտուն բանը բերեմ, օրինակը Black Friday ասվածը սեվուրպատը եւ մյուս զեղչը որ սկսում ենք end of season sale-ը, ասենք վերջի վաճառքը դեկտեմբերի 16-ին է, այնտեղ տարբերությունը մոտ մի 15-20 օր է էլի կազմում, բայց օրենքով եթե 30 օրից պակաս է դա, դա այնտեղ պետք է հաշվես միջին գինը, վերջին 30 օրերի, իսկ ասենք օրինակ սիստեմներ կա, մարդիկ կան չեն կարելի միջին գինը հաշվեն, այսինքն Black Friday-ի եւ դրա նախորդող օրերի միջին գինը հաշվես, դա պիտակի վրա գրես, հետո գրես դրանից հանած այս տոկոսը, որպեսզի սկսես 5-ը նոր գինը պիտի 5-ը նոր գինը գրվի, այդ մանրամասնությունները շատ դժվար է էլի կառավարելը։ Իհարկե փորձում ենք, բայց ասում եմ որոշ դեպքերում կոմերցիոն վատ որոշումներ կայացնելով որ վարչարության մեջ տեղավորվենք։ Ձեր մոդելը նվիճ։ Հա, լիարժեք ներկայացրեց Արտուրը, ինձ թվում է ավելի շատ փորձել են այդ անբարեխիղճների հարցը լուծելու հետ կապված, բայց շատ երևի շատ հեռու չեն գնացել, շատ չեն խորացել, այսպես ասած, հաշվարկների մեջ ու արանքում իտոգում մենք ենք դժվում ու նաև մեր սպառող էլի որոշ դեպքերում։ Հետևաբար նաև սպառողը, հա։ Իսկ օրինակի վրա կբացատրեք ոնց է այդ աշխատումը, մի քիչ լավ պատկերացնենք։ Այսինքն դու եթե ուզում ես զեղչ կիրառես, վերջի 3 ամսվա միջին արժեքը պիտի վերցնես, այսինքն եթե չունես օրինակի համար ծրագրային լավ ապահովում, այդ նախ դժվար է այդ 3 ամսվա միջինը հանել, որովհետև այդ 3 ամսվա մեջ կարաս, չգիտեմ, 10 կամ 15 զեղչերով վաճառած դինես տարբեր, հա, ունենաս մարտի 8-ի պրոմոյական կամ թեկուզ լոյալ հաճախորդներ հետ, որոնք տարբեր պայմաններով են վերցնում, դա էլ թույլատրելի մեջ, հա։ Բոնուսային կուտակումներ։ Այո։ Դրա հետևանքով կարա 3 ամսվա մեջ, չգիտեմ, 50 կամ թեկուզ 15-20 օրինակ կլինի, հա, դրանց միջինը պիտի ստանաս ու զեղչը հայտարարես դրանից եւ եթե դա 20%-ից ավել է, պիտի 1 օր առաջ ծանուցես, հա, կամ ցանկ տաս QR կոդով ապահովես որևէ տեղ, որևէ հարթակի վրա, ու ես այսքան ժամանակ այդ QR կոդով հարթակը ապահովել եմ, բայց ես չեմ հավատում, որ որևէ իմ սպառողներից մեկը հետաքրքիր է որ գնա QR-ը սկանանի, մտնի նայ, գիտեք, սա եղել է 10000, հիմա դարել է օրինակ 8000։ Առհասարակ մեր բանով օրենսդրությամբ կարծեմ հարկայինի չես կարա 20%-ից ավել, պրոստը սենց սպանտան, այսինքն զեղչ անես։ Սպանտան չես կարա, չես կարա, պիտի հայտարարես 20-ից ավել։ Օրինակ, այդ չկա Վրաստանում։ Ուզում ես 50% զեղչարա։ Հա։
չգիտեմ, ստեղ ինչ խնդիր է։ Ինձ թվում է պրոստը վստահության, այսինքն այնտեղ իրանք վստահ են, որ իրանց բիզնեսները իրանց չեն խափում եւ այդ ազատությունը տվել են։ Մեր մոտ ասում են, մի հատ զգուշացրեք, մեզի տեղյակ պայեք, նոր է ձեղ չարեք, էլի մեմ ասած։ Ինչը բարդացնում է վարչարարությունը։ Այդ վստահության ու ոչ վստահության հասարակությունների տարբերությունն այն հասարակությունները, որ default-ով ոչ վստահությունն է, այնտեղ բնականաբար տրանզակցիոն արժեքները շատ ավելի բարձր է, որտեղ պետք է դու ապացուցես, որ դու չես խափում, այլ ոչ թե հակառակ էլի։ Դե մեր բիզնես միջավայրից է գալի։ Հատկապես 90-ականներից, չգիտեմ, 2000-ականներից մնացած վատ որոշ տեղեր փորձառություններ, որոշ տեղեր համբավ։ Իսկ հաճախորդները ամենաշատ ձեր կարծիքով ինչ կուզեին տեղական շուկայում տեսնեն։ Ինչ փոփոխություններ, որ դեռ չեք արել։ Հետաքրքիր հարց է։ Ես կարող եմ ասել բրենդերի տեսանկյունից գլոբալ, որովհետև մենք անում ենք բարբերաբար հաճախորդների շուկայի ուսումնասիրություն, իրենց նախասիրությունները հասկանալու համար եւ մեր քաղաքականությունը brand mix ընտրելու դրա հիման վրա է հիմնականում։ Տենդենսը համաշխարհայինից չի տարբերվում, մարդիկ արդիական հայտնի բրենդերի ցանկություն ունեն տեսնելու այս երկրում։ Հիմնականում իհարկե կշռված մատչելիության հնարավորությունների ներքո օրինակ էս Բոջի Միլանոն կա մի հատ սեգմենտ միջինից բարձր, որը որ շատ սիրում է ու մեր հարցումների մեջ միշտ ինքը եղել է, ինքը բարձր տոկոս չի եղել, որտեղ ինքը թանկ է։ Հա։ Ինքը ավելի շատ մոլային չի դեռևս Հայաստանի համար։ Ունենք այդ հարցումների ընթացքում մենք միշտ ունենք պահանջարկ Massimo Dutti Երևան մոլում միշտ Տեղ չկա թե չեք ուզում ասեք։ Որ հիմա ասեմ, տեղ չկա, կասի դու եփ ասցիր, մենք տեղը չտվեցինք։ Դե Massimo Dutti համար արժեր։ Գիտ քաղաքականությունը դժվար է։ Ասում են երկու հատ հələ որ էս քաղաքին տենց ոնց բոլ է Երևանին։ Իհարկե համաձայն չեմ դրա հետ, որովհետև նույն Վրաստանը, Թիֆլիսը, ասենք 1 միլիոն, դու 1.1 լինի լավ Թիֆլիսը, բայց եթե այնտեղ ասենք 3 հատ կարա լինի, ուրեմն հաստատ Դե տրամաբանությամբ զառանել են այնտեղ արդեն մեր շուկաները շատ մոտիկ են, բայց նաև մենք մի քայլ, բայց ինձ թվում է մենք այդ պոտենցիալը ունենք։ Ու մենք գնում ենք դրան, ասենք ես այս տենդենսին նայելով, թվերին նայելով, իրականում ասենք 25 թիվը նայելով թվերին ու 26 թիվը ոնց ենք սկսել հիմա, ես գտնում եմ, որ այդ պոտենցիալը իրականում կա։ Դրա համար դրա այդ պատճառով որ մոլերը ստատիկ չեն մնում, իրանք միշտ մենք միշտ շարժման մեջ ենք, մեզ մոտ միշտ կա փոփոխություն, միշտ բրենդեր դուրս են գալի, նոր բրենդեր մտնում են, առանց դրա ուղղակի դու շուկայից դուրս կընկնես, որովհետև բրենդերն են որոշ ժամանակ անց նայած ինչ բրենդ, բայց կան բրենդեր, որոնք իրենց ակտուալությունը կորցնում են, հետաքրություն չեն։ Մի քանի բրենդ կա, որ մեր պորտֆոլիոյի մեջ չկա ոչ մի տեղ, բայց օրինակ ճապոնական է, Uniqlo-ն օրինակ շատ իմ ուշտել է գնում, բայց ինքը շատ դժվար ձեռք բերվող գանձ է, էլի, ասենք ես Ունես որ Porsche ենք արել։ Երկուսն է Uniqlo։ Հա, ես տան հագել եմ։ Levi's։ Իմ ներքնազգեստն է Uniqlo-ը։ Չէ, օրինակ կան այդպես բրենդեր, օրինակ կա շատ ավելի մատչելի, օրինակ Primark-ը, որ բոլորը դրա մասին է խոսում, բայց ավելի շատ բիզնեսի առումով, չգիտեմ, հաճախորդի կողմից ինքը ոնց է անցալվում, բայց բիզնես անելու համար ինքը Primark-ը շատ ասենք իդեալական բրենդ է։ Օրինակ Inditex-ի մեջ կա Lefties-ը, որի մասին մենք Պատրիկի զրուցել ենք մի քանի տարի առաջ նույնիսկ ինքը Zara-ից մոտ 30-40% ավելի էժան բայց 3000 քառակուսի մետր տարածք է պահանջում այդ խանութը, որովհետեւ ինքը նաև home ունի, lifestyle ունի ամեն ինչ։
Primark-ի Կան։ նման բրենդը, հա։ Primark-ից մի քիչ բարձր, բայց հա, մոտ ավարապես այդ կատեգորիայի մեջ։ Օրինակ բոլորը H&M-ի մասին են խոսում ես, Հա, վերջին H&M-ի մասին բոլորը խոսում Դե, են։ Ում ճանաչում եմ H&M-ը բերել է ինքը Հա։ Հայաստան։ Կամ հեսա բերում։ Կամ հեսա ստորագրած Բան հեսա բերում է։ Հեսա մոլա բացվում, որ Հեսա հաստատ H&M արներ։ Մի հատ հաճախորդների ինչ կուզեին այդ մասով տենց մենք ենք մեր վերլուծությունն արել քիչ թե շատ ու հիմա մի հատ նորություն ունենք sneaker shop-ը լինելու Հա, մուլտի բրենդ, այո multi brand դից Foot Locker-ի նման։ այո Foot Locker-ը ման ճիշտ հա բոլոր հայտնի բրենդները լինելու են ներկայացված Ջան։ պլյուս նոր բրենդներ ինչպիսիք On-ը Հա, on-ը լինել։ Օնը շատ ակտուալ է։ ու որոշեցինք մի հատ Asics-ը բերեք էլի։ Asics-ը լինելու Մի հատ եթե ժամանակ ունենաք Asics-ը էսպես թե անպայման այնպես Բելգրադ ինքը որ մտնեք, Բելգրադում այդ կոնցեպտը չգիտեմ խի է, տենց Սերբիայում եղել է Բելգրադում։ չէ Չգիտեմ խի է այդ, Ոնց բայց անում է? այդ Բելգրադ քաղաքում, որ մտնես օրինակ գալերիա մոլ մտնես, Մհմ։ իրանց այդ waterfront գալերիա, չգիտեմ ոնց է, բայց ես մենակ ընտեղ եմ տեսել, այդքան շատ այդ sneakers կոնցեպտները, Հա, մի բայց 4-5 Եվրոպայում շատ են Եվրոպայում ընդունում։ շատ 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 շատ, շատ, բայց շատ Սերբիայում ընդունում։ այդքան Մեր բան չի Հայաստանում տեսել։ այդ մասը Շատ ոնց որ թե ուժեղ է։ բացա հիմա փորձում ենք դրած Բացա, բայց բանը մեծ պահանջարկ կա միանշանակ։ Հաստատ։ Մեկ է բան լավ կլինի վազողների համար տենց կամ outdoor սպորտի համար պրոֆեսիոնալ խանութներ լինեն։ Չգիտեմ, բանի նման այդ։ Եվ դահուկների խանութների մի հատ։ Դե բայց մյուս կողմից հասկանում ես, որ մեր շուկան փոքր է ու տենց նիշային բրենդերը կարող է լավ չաշխատեն։ Կաշխատեն, բայց մի հատ երկու հատ։ Այսինքն մենք չենք սպասում, որ այդ նույն կոնցեպտը կարող ասենք 10 հատ բացվի հա չէ 10 Հա, տեղ մեկ, չկա երկու, կամ հաստատ 5 հատ երկու նույնիսկ հատ։ կարող է չլինի։ Հա։ Մենք մաքսիմում դնում ենք 2-3 հատ, ինչ որ բացում ենք։ Հա, Decathlon-ի նման օրինակ բրենդը լինի Հայաստան, իստում շատ լավ։ դե կա, հիմա շատ։ Decathlon-ի անալոգը Sportmaster-ն է Sportmaster-ն Մաստերն է։ բայց Decathlon չի էլի հա Դե Sportmaster-ը լավն է, հարց չկա, բայց տեսականին շատ սահմանափակ է։ Օրինակ չգիտեմ։ Իմ ուզած բրենդերը Դե հաստատ իրանք չկա։ այդ Ռուսաստանի սահմանափակումների ներքո Ազդեցությունը որոշակի դրա, ազդեցությունը դրա կար ու իրանք ահագին բան կորցրեցին, բայց հիմա Չինաստանի շուկայից Հա։ այնտեղից որտեղ կարում են բերեն, էլի լրացնում են որոշ չափով։ Ասենք եթե փորձենք սահմանափակենք, շուկայի վիճակը այն չի որ շատ վատ է, կատաստրոֆիկ չի, Դե։ աճի կա, բրենդերը տրանսֆորմացվում են, նոր պահանջարկ կա, մակերեսի պահանջարկ կա նոր Այո։ ու հաճախորդները մեկա շարունակում է այցելի խանութներ։ Եվ կրթվել, եւ զարգանալ, եւ հասկանալ, որ ստեղ իրականում այդ նույն բանը ինչ որ այնտեղ դրսում կտեսնես, ստեղ կա, շատ մարդիկ նույնիսկ երևի թե ասենք չէ վերջերս չէին պատկերացնում մարդ կա, ասենք մոլ չի գնացել, որևէ մոլ էլի, հենց Երևան մոլ չեմ ասում։ Հա, Որովհետեւ այդ բանը իր մեջ կա, որ մոլը թանկ է, բայց ինձ թվում է այդ ամեն ինչը ժամանակի հետ արդեն կամաց գալիս է, որովհետեւ այսօր ես նայում հաճախորդներին, շրջում եմ ուղղակի այդպես կայդուներն նայում եմ մարդկանց։ Ես հասկանում եմ, որ այս մարդը օրինակ երևի թե երկրորդ անգամ կամ երրորդ անգամ մոլ մտել ինքը, որտեղ ինքը շուտ տես մի քիչ կոմպլեքսավորված են։ հա։ Բայց Չէ, դա ամեն դե, ինչը բայց փոխվում է ու մեր թվերից էլ է երևում, փառք Աստծո, ասում եմ ոնց որ մենք հասկանում ենք, որ այդ տենդենսը դրական պահպանվում է։